Ղարաբաղյան շարժումը իրականում, եթե ճիշտը գնահատենք, 88-ի շարժումը, դա բացարձակ հաջողության story է։ Ինչու Ոչ մի թիզականները վերջնական կապիտուլյացիայի չենթարկեցին։ Ինչ պիտի անենք, մինչև քուրը գրոհեինք, կամ եթե մինչև քուրը գրոհեինք, դրանից հետո Ադրբեջանը համաձայնվելու էր կապիտուլյացիայի, Վազգեն Սարգսյանը ինքն է խնդրել, որ ամեն գնով զինադադար կնքվի։ Այն պահից, երբ որ լինի գոնե մեկ կրակոց սահմանեն, Նիկոլ Փաշինյանը պրծնում է։ Ես 4 անգամ նախագահի մոտ մտել եմ առարկելու այդ որոշման դեմ։ 88 թվականի փետրվարի 20-ից դարձել եմ հեղափոխական։ Ոչ ոք չի ուզում դառ ճշմարտությունը գնել։ Բոլորը պատրաստ են մեծ փողեր ծախսել քաղցր ստերի վրա։ Ալիքի մասնագետ ես ավելի շատ համարում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ես գիտեք, մեղադրում եմ այն ուժերին, որոնք ձեր ասած շարժումները իրականացրել են այստեղ, հենց նրա մեջ, որ իրանք առավելապաշտ էին 98 թվականին եւ թույլ չտվեցին, որ Ղարաբաղի խնդիրը լուծվեր ճիշտ եղանակով։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, 24 News-ը մեկնարկում է նոր նախագիծ, մերի հարցը, այստեղ մենք չենք վախենում պատասխանատվությունից, չենք սահմանափակվում միայն վերնագրերով եւ չենք շրջանցում անցյալը։ Այսօրվա մերի հարցը հետեւյալն է. Հայաստանի քաղաքական պատմության ամենածանր շրջան անցած ուժը դասեր քաղել է պատմությունից, թե պարզապես հարմարվել է ժամանակին։ Այսօրվա իմ հյուրը Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ 2026 թվականի համապետական ընտրություններում ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն է։ Բարև ձեզ, պարոն Զուրաբյան, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ։ Լավ եմ։ Ես պատիվ ունեմ մեր այս նախագծի։ Դուք լավ եք։ Շատ հիանալի շրջանակներում առաջինը ձեզ հյուրընկալելու եւ նախ շնորհակալություն եմ հայտնում, որ չեք մերժել։ Փորձարկումը իմ վրա է կանելու փաստորեն։ Բնավ փորձարկում չէ, փորձելու ենք այսպես պատմական էքսկուրս կատարել։ Պարոն Զուրաբյան, քանի որ մենք այս պահին գտնվում ենք Մատենադարանի տարածքում եւ Ղարաբաղյան շարժման սկիզբն էլ հենց այստեղից է դրվել, դուք երբևէ կմտածեիք, որ այն գաղափարները, որոնք դրվել են Ղարաբաղյան շարժման հիմքում, Արցախը իմասնավորի 30 տարի հետո հայտնվելու ենք եւ ունենալու ենք այնպիսի մի իրողություն, որ ամեն ինչ կորսված լիներ եւ ընդհանրապես այն գաղափարները, որոնք կային, ճակերտավոր ասված համարվեին ռևանշիստական։ Նախ քանի որ մենք խոսում ենք պատմությունից, ես կուզեի մի ճշգրտում մտցնեի դեր ասածի մեջ, հանրահավաքները եւ 88-ի շարժումը Մատենադարանից չի սկսել։ Շարժումը հանրահավաքները սկզբից էկոլոգիական, իսկ հետո նաև Ղարաբաղյան շարժումը սկսել են Ազատության հրապարակից։ Այստեղ տեղափոխվել ենք, որովհետև այնտեղ արգելեցին հանրահավաքները։ Այսինքն Մատենադարանի հանրահավաքները եղել են այլընտրանքային մի հնարավորություն այդ արգելքի տակ անցկացնելու մեր հանրահավաքները։ Իհարկե հետո նաև պարզվեց, որ բավականին հարմար տեղ է, բնական մի sense տրիբունա է եւ սիրվեց նաև այս տեղը ժողովրդի կողմից, շարժման կազմակերպիչների կողմից, բայց միևնույն է, երբ Ազատության հրապարակը ազատ է եղել, հանրահավաքները այնտեղ են անցկացվել։ Հիմա այս ձեր դառը հարցին անդրադառնանք։ Գիտեք, իհարկե մեր մտքով անգամ չէր կարող անցնել, որ այսպիսի ելք կարող է լինել։ Այսինքն մեծ առումով, փիլիսոփայական առումով, եթե նայում ես մարդկության պատմության վրա, Հայաստանի պատմության վրա, հասկանում ես, որ ոչ մի բան բացառել հնարավոր չի, ամեն ինչ կարող է լինել։ Ի վերջո, պատմությունը մի բան է, որ արարվում է մասնակիցների ջանքերով, այդ մասնակիցներից ոչ ոք չունի վերահսկողություն պատմական իրադարձությունների հոսքի վրա, մի բան ծրագրավորվում է, մի բան առաջարկվում է եւ շատ ուրիշ բան կարող է ստացվել։ Հիմա
Միևնույն ժամանակ ես պետք է ասեմ, որ Ղարաբաղյան շարժումը իրականում, եթե ճիշտը գնահատենք 88-ի շարժումը, դա բացարձակ հաջողության story է, բացարձակ հաջողության պատմություն է։ Հիմա կներեք, եթե ես մի հատ օրինակ բերեմ գերմանական պատմությունից, հայտնի այդ երկաթյա կանցլերը Օտտո ֆոն Բիսմարկը, երբ որ 1871 թվականին միավորեց Գերմանիան, ստեղծեց մեկ միացյալ Գերմանիա, իսկ հետո սկզբից Վիլհելմ II-ը, իսկ հետո արդեն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ադոլֆ Հիտլերը տարան Գերմանիան դեպի աղետ, դեպի կործանում։ Դրա մեջ մեղավորություն ունի Օտտո ֆոն Բիսմարկը։ Ոչ։ Ինքը ստեղծել էր այդ գերմանական կայսրությունը միացյալ, անգամ ավետել էր, ասել էր, որ ամեն ինչ պետք է անեք, որ հանգարցակի Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Անգլիան չմիավորվեն Գերմանիայի դեմ։ Այն պահից, երբ որ դա լինի, Գերմանիան կործանվելու է։ Բայց գերմանական առավելապաշտները, մասնավորապես Վիլհելմ II-ը, իսկ հետո էլ Ադոլֆ Հիտլերը, այդ պատվիրանը ըստ էության բանի տեղ չդրեցին։ Մեծ հաշվով կատարվել է նույն բանը հայոց այս Ղարաբաղյան շարժման ընթացքում, որովհետև մենք հասել ենք հաղթանակի, այդ հաղթանակը պետք է ամրապնդվեր եւ այդ հաղթանակը դրված էր սեղանին բանակցությունների այդ հաղթանակի ամրապնդումը, մեզ ընդհանրապես պետք էր համաձայնվել Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկվող այն կարգավորմանը, որին անգամ Ադրբեջանն էր համաձայնվել արդեն, եւ որով մենք ընդհանրապես պետք է մի քանի շրջան Ղարաբաղից դուրս, որոնք երբեք չեն եղել հայկական, եթե չանցնենք Տիգրան Մեծի ժամանակները, հետ վերադարձնել, դրանք եղել են ադրբեջանաբնակ շրջաններ եւ պահպանել Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը հաստատելով կայուն խաղաղություն Ադրբեջանի հետ, դեբլոկադա, միջազգային երաշխիքներով եւ այլն։ Իսկ ինչու չարեցիք։ Քաղաքական կամքը չբավականացրեց, թե ամեն դեպքում հանրությունը պատրաստ չէր։ Կար այդտեղ, կարծում եմ, ավելի շատ ոչ թե քաղաքական կամքի բացակայության, այլ կար այն հանգամանքը, որ մեր մեջի առավելապաշտները հենվում էին հասարակության որոշակի մտածելակերպի վրա, որը ուներ իր մեջ հայդատական բաղադրիչներ, այսինքն որ պատմական Հայաստան ենք ունեցել, տարածքները պետք է վերականգնել, բայց Ղարաբաղյան շարժումը երբեք չի եղել տարածքների վերականգնման, պատմական տարածքների վերականգնման շարժում։ Դա եղել է Արցախի ժողովրդի պաշտպանության, իրենց կյանքի, ազատությունների պաշտպանության շարժում։ Այն պահից, երբ որ ցավոք սրտի մեր առավելապաշտների ջանքերով շարժումը դուրս եկավ այդ շրջանակներից, այսինքն դրեց իր առջև նպատակներ տարածքային, իսկ դա ըստ էության 98 թվին տեղի ունեցած հակամարտության, ներքին հակամարտության էությունն էր։ Մենք ուզում էինք փրկեինք Ղարաբաղը, փրկեինք այնտեղ ապրող ժողովրդին, նրանք ուզում էին, որ մենք չգնայինք զիջումների, այդ նպատակը անելու համար։ Այդ բանը չեղավ, այդ խաղաղությունը չեղավ, հետո այդ առավելապաշտությունը արդեն Նիկոլ Փաշինյանի օրոք ավելի ծայրահեղ բնույթ կրեց, երբ որ արդեն ընդհանրապես անգամ հրաժարվեցին բանակցություններից, Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց բանակցություններից։ Սկզբում առաջարկեց նշաձող իջեցնել։ Չէ, սկզբից հրաժարվեց բանակցություններից, որի հետևանքը եղավ պատերազմը, այ պատերազմի հետևանքով մեկ էլ սկսեց արագ խելոքանալ։ Բայց այդ խելոքանալը ցավոք սրտի տեղի ունեցավ մյուս ծայրահեղության մեջ ընկնելու բանով, ձևով։
Հասկանում եք, այդ Փաշինյանը ի վերջո մի հատ էվոլյուցիա կատարեց այն ծայրահեղական ոչ մի թիզական այդ դիրքորոշումից դեպի բացարձակ հանձնվելու ընթացքը, որը հիմա էլ տեղի է ունենում ու դեռ չի դադարում։ Հիմա ասել, որ մենք դա պիտի 88 թվին պատկերացրեինք, այդ ընթացքը սխալ կլիներ։ Մենք ի վերջո մտանք մի շարժման մեջ, որը ընդհանրապես սկզբից չէր էլ մտածվում որպես պատերազմի տանող շարժում։ Դա այն ժամանակ 88 թվին պերեստրոյկա էր, գլասնոստ էր, Գորբաչովի այդ նոր բաններ, քաղաքականություններ եւ Մոսկվան այն ժամանակ ասում էր, որ այլևս մենք գնում ենք դեմոկրատիայի ճանապարհով, բոլոր խնդիրները պետք է բարձրացվեն եւ լուծվեն ԽՍՀՄ սահմանադրության շրջանակներում եւ մենք հարցերը այդպես էլ դնում էինք։ Մենք ասում ենք համաձայն ԽՍՀՄ սահմանադրության այսինչ հոդվածի մենք պահանջում ենք, խնդրում ենք եւ այլն, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կազմից փոխարինվի Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության կազմին։ Այդ ադրբեջանցիք պատասխանեցին սպանություններով, տերորով, պատերազմով եւ արդեն պարզվեց, որ Խորհրդային Միության իշխանություններն էլ այդ ամենի դեմը չեն կարողանում առնել կամ միգուցե չեն էլ ուզեցել առնել եւ մենք հայտնվեցինք արդեն պատերազմի իրավիճակում։ Իսկ հետո Խորհրդային Միությունը փլուզվեց, ստեղծվեց նոր մի հատ իրավիճակ։ Դա արդեն մենք դառանք միջազգային իրավունքի սուբյեկտ, անկախ երկրներ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչվեցին որպես ՄԱԿ-ի անդամներ, որպես անկախ երկրներ։ Այդ ժամանակ արդեն միացումի այդ կոնցեպտն էլ փոխվեց, որովհետեւ եթե դու շարունակեիր նոր ստեղծված այդ իրավիճակում, երբ որ դու արդեն անկախ երկիր ես, այդ միացումի գաղափարը առաջ տաներ, դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, միջազգային համայնքի կողմից ընկալվելու էր արդեն որպես անեքսիոնիստական, այսինքն ծավալապաշտական նկրտումներ Ադրբեջանի տարածքի նկատմամբ։ Հետևաբար մշակվեց մեկ այլ կոնցեպցիա, որը ավելի ընդունելի կլիներ միջազգային հանրության համար, այն է, որ Լեռնային Ղարաբաղը հայտարարում է իր անկախության մասին եւ օգտվելով հենց միջազգային նորմերով ճանաչված ինքնորոշման իրավունքից պայքարում է իր անկախության համար։ Բայց դրան էլ Ադրբեջանը պատասխանեց պատերազմով։ Եվ մենք ներքաշվեցինք այդ պատերազմի մեջ, որի ոչ պլանն ենք ունեցել, ոչ ցանկությունն ենք ունեցել, ներքաշվեցինք եւ այդ մարտահրավերը ընդունեցինք եւ հաղթեցինք, իսկ հետո էլ բերեցինք այնպիսի մի լուծման, որը բավարարում էր բոլոր այն նպատակները, որ մենք մեր առաջ դրել ենք գոնե միջանկյալ առումով, այսինքն դա, ասենց ասեմ, Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման ուղու վրա միջանկյալ քայլ էր։ Այդ քայլը մեզ պետք էր ամրապնդել, բայց ինչու Ադրբեջանի ոչ մի թիզականները վերջնական կապիտուլյացիայի չենթարկեցիք։ Այդ որն է։ Այն, որ կարծում եմ հիմա իրենք պարտադրեցին Հայաստանին։ Հիմա միջև գալը մեր սիտուացիային ասեմ, ինչ պիտի անենք, միջև քուրը գրոհեինք, կամ եթե միջև քուրը գրոհեինք, դրանից հետո Ադրբեջանը համաձայնվելու էր կապիտուլյացիայի, բնականաբար ոչ։ Բայց այդ ամեն դեպքում մենք հաղթողի դիրքերում էինք, չէ՞, հիմա էլ իրենք են հաղթողի դիրքերում, հաղթողի դիրքերում էինք, բայց մեր երկիրը գտնվում էր մաշված, սոված, սպառված վիճակում։ Դա եկեք չմոռանանք, դառավ մաշեցման պատերազմ, այսինքն խոսքը արդեն գրում էր դրա մասին, որ երկիրը ավելի շատ կդիմանա։ Մի մոռացեք, մենք շրջափակման մեջ էինք գտնվում, մեր տնտեսական վիճակը շատ վատ էր, եղել են պահեր, երբ որ իսկապես մենք կեսօրվա հաց ենք ունեցել, բայց լուծել ենք այդ հարցերը։ Կոնկրետ այն ժամանակաշրջանում, երբ որ մենք զինադադարը ստորագրեցինք, դա եղել է մի վիճակ, երբ որ երկու բանակն էլ արյունակամ էին եղել։
Ես շատ լավ գիտեմ դա։ Ես այն ժամանակ նախագահի օգնական էի, ես տեսնում եմ ամբողջ Վազգեն Սարգսյանը, չգիտեմ, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչյանը, բոլորը գնում գալիս էին, մենք էլ էինք գնում Ստեփանակերտ եւ այլն, շատ լավ տիրապետում ենք իրավիճակին։ Ուրեմն Վազգեն Սարգսյանը ինքն է խնդրել, որ ամեն գնով զինադադար կնքվի, որովհետեւ ապրիլյան մեր հարցակումը լրիվ տապալվել էր անձրևների պատճառով եւ բազմաթիվ զոհերի պատճառով ամենաշատ զոհը այդ ժամանակ ենք տվել, այսինքն բանից սկսած հունվարից մինչեւ մայիսի 12-ը երբ զինադադարը կնքվեց, մենք 2000 զոհ ենք տվել։ Տեսեք, ամբողջ պատերազմի ընթացքում 4 տարվա տվել ենք 6000 զոհ։ Այդ պուճուր այդ մի քանի ամսվա մեջ մենք տվել ենք 2000 զոհ։ Դա եղել է ամենաինտենսիվ պատերազմի ժամանակը եւ մեր բանակը բառից բուն իմաստով արյունակամ էր եղել։ Ես ինքս Ստեփանակերտից մի ուղղաթիռով գնացել եմ Երևան հենց այդ ժամանակ։ Ուղղաթիռի կեսը դիակներ էին, մյուս կեսը վիրավոր մարդիկ էին եւ ես մի կերպ այդտեղ մտել էի, որ ասենք Ստեփանակերտից Երևան հասնեի, հետ դառնայի իրավիճակի մասին նաեւ ինչ որ բաներ տեղյակ պահեի եւ նաեւ մենք ինֆորմացիոն այն ժամանակ բնականաբար օպերացիաներ էինք անցկացնում, դա էլ մշակել էինք, ասենք գոլեգաների հետ Ստեփանակերտում եւ այլն։ Ընթացքում Գորիս իջավ բանա ուղղաթիռը, Վազգեն Սարգսյանը մտավ այնտեղ, որում շատ հետաքրքիր մի բան եղավ, այդ ամբողջ այդ վիրավորները բոլորը ամենավերջին հայհոյանքներ էին տալիս Վազգեն Սարգսյանի հասցեին, այս ինչ արեց, այս ու բերեց եւ այլն, մենք չէին տեսել դեռ Վազգեն Սարգսյանը։ Բայց Վազգեն Սարգսյանը երբ որ մտավ, ես սարսափով մտածում եմ, հեսա ինչ պիտի լինի, բայց Վազգեն Սարգսյանը իրան պահեց իսկապես զորավարին պահվածքով, ինքը մոտեցավ ամեն մի վիրավորին, ամեն մեկի կոնկրետ ճակատամարտի այդ իր դրվագը իր հետ վերլուծեց, թե ոնց ա եղել, ինչ ա եղել եւ այլն, բոլորի, ասենք, այդ վնասվածքների վերաբերյալ հետաքրքրվեց եւ այլն, բոլորին ասեց ինչ պիտի անենք եւ այսինքն զորավարի պահվածք էր դա եւ այդ նույն մարդիկ, որոնք կես ժամ առաջ հայհոյում էին Վազգեն Սարգսյանին, ասենց հանգստացել էին եւ մի խաղաղության մեջ մենք հասանք Երևան։ Բայց ես այդ վիճակը տեսել եմ, այդ մեր արյունակամ բանակի վիճակը։ Մենք իսկապես գտնվում էինք արդեն սպառման եզրին։ Բարեբախտաբար նույն վիճակում էր գտնվում ադրբեջանական բանակը։ Վազգեն Սարգսյանը խնդրել էր Սերժ Սարգսյանն էլ տեղյակ դրա մասին, որպեսզի ամեն գնով հաստատվի զինադադար, որովհետև այլապես մենք կարող ենք կոլապսի ենթարկվել։ Այդ այդպես չի եղել, որ մենք ասենք ջարդելով գնում էինք եւ մեր դեմը բան չկար, որ հəլմատել ասում են հիմա, բա ինչի միջև վերջ չհասցրեցինք։ Հերիք չէ, այդպես չի եղել։ Ստրատեգիական, ռազմավարական առումով մենք գտնվել ենք լավագույն ռազմական դիրքերի վրա։ Եթե մենք առաջ պիտի գնայինք, դա նշանակում էր մենք պետք է որ հետո հետագայում կարողանանք այդ ձեռք բերված նոր դիրքերը պահել, միջև քուր գնայինք։ Ինչ էր լինելու, կապիտուլյացիա էր լինելու, չէր լինելու։ Բա հետո ինչ պիտի անենք։ Ասենք, եթե մի հատ հրաշքով մենք հասնենք քուր գետին, որը իհարկե իրականում անիրատեսական բան էր։ Բայց ասենք հասանք։ Էլի կապիտուլյացիա չէր լինելու։ Միջև ուր պիտի գնայինք։ Պիտի գնայինք Բաքուն գրավեինք։ Մենք դրա ոչ պոտենցիալ ունենք, ոչ միջազգային իրավիճակներ դա թույլ տալիս եւ ձեզ մի բան էլ ասեմ, առաջին անգամ պատերազմի ընթացքում Ադրբեջանը սկսել էր լուրջ կռվել։ Այդպեսի բան, այդպեսի ինչ ասեմ, տենց ինտենսիվությամբ, մղումով, եռանդով, կազմակերպված ադրբեջանցիք երբեք չէին կռվել։ Այդ ընթացքում արդեն կռվում էին։ Ու դա գիտեք ինչի հետ է կապված, որովհետև
Եթե առաջի էտապում պատերազմի մենք էինք կռվում շատ ուժեղ, որտեղ մեր հողերն էին ուզում գրավեին, մեր տներն էին ուզում քանդեին։ Այդ ինչ որ 93-ից հետո պատերազմի բնույթը փոխվեց նաև այդ պատճառով, որտեղ մենք գտնվում ենք այն տարածքներ, որտեղ իրենց տներն էին, իրենց բնակավայրերն էին։ Բնականաբար իրանք էին արդեն կռվում այդ ուժգնությամբ։ Այսինքն խոսել նրա մասին, որ մենք կարող էինք Ադրբեջանին կապիտուլյացիայի մատնել, դա ուղղակի ինչ ասեմ, ամենամեծ միամտությունն է եւ ամենամեծ խաբեությունն է։ Հիմա էլ ինչ որ մարդիկ, որոնք այդ օպերացիաներին մասնակցել են, իրենց գլուխը գովալու նպատակով, որ մենք կարանք էս անենք, կարանք այն անենք, այն ժամանակ ծպտուն չէին անում։ Չէին էլ կարող ծպտուն անել, որովհետև տիրապետել են իրավիճակին։ Հիմա փորձում են քաղաքական դիվիդենտներ շահեն, տենց իրանց հերոսությունների մասին հեքիաթներ պատմեն եւ այլն եւ այլն։ Չի եղել տենց բան։ Բացառվում է, գոյություն չի եղել։ Մենք հաստատել ենք զինադադար լավագույն ու միակ իրատեսական այդ բանի գծի վրա, ճակատային գծի վրա, որը մեզ համար շատ նպաստավոր գիծ էր եւ դա մի հնարավորություն էր ստեղծում պատերազմը սառեցնելու եւ սկսել բանակցություններ խաղաղության մասին, որը եւ մենք արեցինք ու ստացանք լավ լուծում, ստացանք լավ պայմանագիր հնարավոր, որը նորից եմ ասում, ոչ թե ադրբեջանցիք վիժեցրեցին, մեր առավելապաշտները, մեր ոչ մի թիզականները։ Պարոն Զուրաբյան, դնելով մի կողմ առավելապաշտությունը, ոչ մի թիզականությունը, դուք ձեր խոսքում ասացիք, այ երբ որ մենք հասանք ադրբեջանական բնակավայրերին, իրենք սկսեցին ինտենսիվ կռվել, պայքար մղել, մեր սխալը արդեն 2020 թվականին եւ դրանից հետո ամենամեծ սխալը որը եղավ, որտեղ պետք է լիներ 20 թվականին։ 20 թվականին եւ դրանից արդեն հետո, որը պիտի լիներ այն ամենամեծ հակազդեցությունը, որը մենք որպես հայազգ չտվեցինք եւ գուցե ազգային ժողովի նախագահը, որ ասում է մնայք կռվեիք, պիտի այդպես անենք, որը չարեցինք։ Ամենամեծ ու ամենակործանարար սխալը 2020 թվականին, իսկ ավելի ճիշտ մի տարի ավելի շուտ 2019 թվականին արել է ոչ այլ ոք, քան ինքը Նիկոլ Փաշինյանը, այսօրվա գործող վարչապետը։ Դա սխալ չէր։ Դա սխալ չէր։ Դա հանցագործություն էր մեր ժողովրդի նկատմամբ, որովհետև սեղանին դրված էր 2019 թվականի պլանը, որը կրկնում էր 2016 թվականին Սերժ Սարգսյանի առաջ դրված պլանը, ըստ որի մենք ընդամենը 5 շրջան պիտի վերադարձնեինք Ադրբեջանին եւ հայկական վերահսկողության տակ պահենք ամբողջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը գումարած Լաչինի եւ Քելբաջարի շրջանները։ Ընդ որում Քելբաջարի եւ Լաչինի ոչ միջանցքային մասը գրված էր այդ պայմանագրում։ Պետք է վերադարձվի միայն այն պահից հետո, երբ որ Ադրբեջանը կհամաձայնվեր ընդունել մեզ համար ընդունելի վերջնական կարգավիճակը Լեռնային Ղարաբաղի համար, Արցախի համար։ Սրանից լավ լուծում, այսինքն մենք միջազգային երաշխիքներով խաղաղություն ենք հաստատում, դեբլոկադա ենք անում, բոլոր ճանապարհները բացում ենք, դիվանագիտական հարաբերությունները ստեղծում ենք, առևտրատնտեսական հարաբերությունները բացում ենք եւ դրանից հետո արդեն կարենք 100 տարի բանակցեինք։ Ուզում են Քելբաջարի հետ ստանալ, թող ընդունեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Սրանից ավելի լավ լուծում ուղղակի դժվար է պատկերացնել։ Բայց Նիկոլ Փաշինյանը իրան գժի տեղ դնելով, ինչպես ինքը ասաց, հələ ասեմ, բացի այդ պլանից, որը դրված էր, իրան նաև առաջարկվել են, ինքն էլ դա խոստովանել է 5 միլիարդ դոլարի ինչ ասեմ, ներդրում, որով պետք է զարգացվեր, ուժեղացվեր, ամրապնդվեր Արցախը։ Էդ էլ են առաջարկել։ Ինքը իրան գժի տեղ դնելով չի մտել այդ բանակցությունների մեջ, ասել է ես ամեն ինչ պիտի սկսեմ զրոյական կետից, գնացել է Ստեփանակերտ, ասել է Արցախը Հայաստանն է վերջ, ու մի հատ էլ հանցագործություն արել, նաև այդ պլանը թաքցրել է հայ ժողովրդից։ Ինքը ասել է, որ մի տարի շարունակ
խաբել է ժողովրդին, ասելով, որ ոչ մի պլան չկա, ոչ մի պայմանագիր, ոչ մի նախագիծ դրված չի սեղանին։ Էս արել։ Այդ հանցագործությունը կարելի է ներել։ Այսօրվա այս բոլոր աղետների գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որը դրանից հետո եւս 9 բանի այդ ռազմական բախման տարել մեզ Ադրբեջանի հետ, բոլորում պարտվել է, կորցրել ենք Արցախը, ամեն ինչ կորցրել ենք, ողնաշարը ջարդված է մեր բանակի, հայ ժողովրդի, եւ հիմա ինքը մեզ ավետում է, որ ինքը խաղաղություն է բերում։ Նիկոլ Փաշինյան, դու խաղաղություն չես բերել, չես բերում, միջև հիմա չկա Ադրբեջանի համաձայնությունը վերջնական այս պատերազմը կանգնեցնելու համար, չկա այդ ստորագրությունը, հրաժարվում են դնում են բազմաթիվ պահանջներ։ Դու մեզ խաղաղություն չես բերել, դու բերել ես մեզ միայն ավերածություն, կորուստ, պատերազմ, պարտություն։ Էսա քո ժառանգությունը։ Պարոն Զուրաբյան, դուք եւ ձեր սերունդը քաղաքականություն մտաք ազգային շարժման սերունդ ստեղծելու գաղափարախոսությամբ բայց այդուհանդերձ ձեզ մեղադրանքներ են այսպես հնչեցնում, ինչպես քիչ առաջ նշեցի, հարցի վերջնական կարգավորմանը չհասնելու համար, չիրացված սպասումների եւ այլն, բայց այդուհանդերձ դուք շարժման վերջնական արդյունքը հիմա շարժման սերունդը ինչպես է գնահատում նաև այն համատեքստում, որ ձեզ անկախականներին, Ղարաբաղյան շարժման հիմնադիրներին ասում են, որ շարժումը այլևս գոյություն չպիտի ունենա, չպիտի շարունակվի։ Եվ ձեզ նաև հեգնում են կամ հանդգնում են ասել, որ եթե դուք համաձայն չեք, դուրս եկեք փողոց, եւ որ միակ ղեկավարն է այս աշխարհում, երևի թե, որ նման բան ասում, եթե ձեզ որևէ բան դուրս չի գալիս, դուրս եկեք փողոց եւ հեղափոխություն արեք։ Ասողները ով են։ Ասողները հենց այդ մարդիկ են, ով կործանել են Հայաստանը, կործանել են Արցախը, հիմա էլ կործանում են Հայաստանը։ Այդ մարդիկ են։ Իհարկե, իրանք շատ լավ գիտեն, որ քանի որ նաև այսինքն իրենց ջանքերով նրանք այս պատերազմը բերելով կոտրել են հայ ժողովրդի այդպես ազգային դիմադրության ոգին, կոտրել են։ Դա փաստ է։ Եվ այստեղ ոչ մեկին չես կարող մեղադրել, որովհետև իսկապես հիմա դժվար է պատկերացնել, որ ասենք մի քանի տարվա մեջ հնարավոր է ուղղել մեջքը, չգիտեմ ինչ ռազմական հզորություն ձեռք բերել եւ ինչ որ հակահարվածներ տալ, դա բան են, հեքիաթներ են։ Բայց այս մարդիկ հա կոտրել են այդ ազգային ոգու ազգային այդ ոգին, դիմադրողականությունը ու հիմա ասում են դե դուս եկեք մեր դեմ։ Հասկանում եք ինչ են ասում։ Ասում են մենք այնքան լավ ենք կոտրել ձեր դիմադրությունը, որ դուք չեք էլ կարող դիմադրեք այն պլաններին, որ մենք իրականացնում ենք։ Ինչ որ չափով միգուցե իրավացի են, որ իսկապես դե ժողովուրդը գտնում է այն վիճակով, որ իրատեսական մտածելով ստեղծված իրավիճակի մասին, ինքը մտածում է, որ պետք է գնալ խաղաղության, այնուամենայնիվ հիմա ինչ եղել է, ուրիշ ճանապարհ չկա, պետք է գնանք խաղաղության։ Բայց այստեղ հարց է ծագում։ Այն մարդը, որ կոտրել է այս ոգին, այն մարդը, որ բերել է մեզ պարտություն, լովաստացություն, արդյոք այն մարդն է, որին կարելի է վստահել խաղաղության բերել Հայաստանը խաղաղության բերելու գործը։ Վստահաբար ոչ, որտեղ չկա մի դրվագ պատմության մեջ, որտեղ ինքը չի սխալվել։ Եթե մարդ անընդհատ համակարգային հետևողականորեն սխալներ է անում եւ ամեն սխալը բերում է նորանոր մի աղետի, ասենք որ լուրջ մարդը կարող է ասենք կապել այդ մարդու հետ ամենալավ նպատակի իրագործման հեռանկարը։ Այդ մարդը սխալվելու եւ ապագայում։ Հիմա էլ ինքը ամեն րոպե սխալվում է։ Ի վերջո պատերազմից հետո մենք կարանք ավելի լավ լուծում ունենայինք, որտեղ մենք կպահպանենք գոնե Ղարաբաղի այն մնացած մասը Լաչինով, ինքը դրանից հրաժարվեց։ Հիմա ստորագրել է մի փաստաթուղթ, տրիպի փաստաթուղթ, որտեղ միակողմանիորեն իրականացվում են Ադրբեջանի նկարտումները, ցանկությունները։ Մենք փոխարենը ոչ մի բան չենք ստանում։ Եվ էս էլ չի կարողանալու անի։ Խնդիրը էս է։ Ինքը չէ պատկերացնում ինչա պետք է։ Ինքը արդեն
ինքը արդեն կամքի կրողը չի, հայ ժողովրդի, Հայաստանի կամքի կրողը չի, ինքը արդեն ուղղակի մտել է այն process-ի մեջ, որտեղ լրիվ այլ մարդիկ առաջ են տանում, Ալիևը, Էրդողանը, Թրամփը, Նետանյահուն, այս մարդիկ են առաջ տանում, ինքը ուղղակի հլու հնազանդ գնում է, կատարում է իրենց ասածները, հələ մի հատ ձեզ հարց տամ, գցում է իր Facebook-ում, որ ահա ես կարճատև զրույց Թրամփի հետ, այսինքն մի երկու բան տենց ուսին մի երկու հատ խփել եմ, չգիտեմ, մի երկու հատ բանը ժպիտը իր հետ, ինքը միակ բանն է, որ ինքը կարողանում է ներկայացնել իր շփումներից Թրամփի հետ։ Ալիևը գնում է նստում է ժամերով խոսում է հետը։ Այսինքն լուրջ խոսակցություն կա Թրամփ-Ալիևի։ Նիկոլ Փաշինյանի որևէ երկարատև զրույց, որը ասում են նստեն, որպես պաշտոնական հանդիպում, ինչ-որ բան քննարկեն, Թրամփ-Փաշինյան, տես բան տեսել եք, լրագրող եք։ Տեսել եք տես բան, որ Թրամփն ու Փաշինյանը նստեն ու երկարատև զրույց ունենան։ Բացառվում է, չկա։ Փաշինյանին օգտագործում են, ուղղակի ասում եմ, բերում են բուտաֆորիայի կարգավիճակով, բերում են այնտեղ ստորագրման բաներին, ընթացակարգերին, այդ բազմակողմանի այդ ժողովների ժամանակ էլի նա պետք է իր ժպտալու շողոքորթող ժպտացող դեմքով, էսա։ Իր դերակատարությունը սա է դարձել։ Ցավոք սրտի այսպես է, իսկ Հայաստանին պետք է ղեկավար, որը ունենալու է կամք, որը ունենալու է կոնցեպցիա, թե ինչպես է պետք այս խաղաղությանը հասնել։ Իսկ խաղաղության հասնելու միակ ձևը դա այն է, որ մենք ստանանք մեր կոմունիկացիան։ Իսկ մեր կոմունիկացիան դա նշանակում է կառուցենք մեր տարածքի վրա Հայաստանը Իրանին կապող երկաթուղի, որն էլ հենց Հայ ազգային կոնգրեսի այս խաղաղության ծրագրի մեխն է դարձել, որտեղ ինքը լուծում է մի քանի հարց. սոցիալ-տնտեսական զարգացման, Հայաստանը տրանզիտային երկիր դարձնելու հարցը, աշխարհաքաղաքական բալանսի վերականգնման հարցը, մեր ու ամենակարևոր հարցը, որ լուծում է այս պրոյեկտը, որ մենք 20-ով կարողանում ենք ազատվել ադրբեջանացման, Հայաստանի ադրբեջանացման հեռանկարից, որովհետև եթե դու ամեն ինչով քո լոգիստիկայով կախված ես Ադրբեջանից, Ադրբեջանը ինչ ուզի քեզ կպարտադրի, այդ թվում 300,000 ադրբեջանցիների վերադարձը եւ այլն եւ այլն։ Իսկ եթե դու ունես ալտերնատիվ ճանապարհ երկաթուղային, այսինքն դու կարող ես, եթե տեսնում ես Ադրբեջանը քո վրա ճնշում է այդ իր կոմունիկացիաների բացել փակելով, դու կարող ես օգտվել քո կոմունիկացիայով։ Դա փոխում է իրավիճակը, ռադիկալ ձևով փոխում է իրավիճակը։ Պարոն Զոհրաբյան, բայց տեսեք, ըստ էության ադրբեջանցիներին էլ ձեռք չի տա, որ իշխանություն փոխվի։ Դուք ներկայացնում եք ձեր տեսակետը, Հայաստանի ադրբեջանացումն եք կանխում։ Այսինքն մենք հիմա պետք է անենք միայն այն ինչ որ ձեռք է տալիս Ադրբեջանը։ Չէ, հիմա ինչու եմ այդ հարցը տալիս, որ ցանկացած պահի, քանի որ դուք էլ եւ մյուս ընդդիմադիր ուժերն էլ պարբերաբար նշում են, որ Փաշինյանը աջակցություն ունի Թուրքիայից, Ադրբեջանից, ցանկացած ժամանակ իրենք կարող են պատերազմ հրահրել, Նիկոլ Փաշինյանը հայտարարի ռազմական դրություն, ընտրությունները չեղարկվեն եւ այսպիսով նորից շարունակական ընթացքի մեջ լինի։ Այսինքն բոլոր կողմերից կոլապս չկա։ Չէ, եթե կներեք, այդ սցենարը չի կարող աշխատել, որովհետեւ այն պահից, երբ որ լինի գոնե մեկ կրակոց սահմանին, Նիկոլ Փաշինյանը պրծնում է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մենք խաղաղության դաշտում ենք գտնվում, վերջ խաղաղությունը հաստատված է։ Ընդդիմությունը կմեղադրի, ռևանշիստ եք, ուզում եք առաջ որ Ադրբեջանի կրակոցների մեջ կմեղադրի բանը։ Նկրտումների, այո, Հայաստանը չեք ուզում։ Ոնց կարող է մեղադրի։ Իրանք երկուսով հիմա ասում են, ոնց որ թե արդեն խաղաղությունը հաստատված է, ճիշտ է, չի ստորագրում Ալիևը։ Այդ պատերազմի դուռը բաց է պահում, դա էլ է հասկանալի ինչի համար անում, բայց Նիկոլ Փաշինյանը այսօր եթե մնացորդներ կան ինչ որ հեղինակության, կապված են մենակ դրա հետ, այն ստի հետ, որ ինքը իբր բերել է Հայաստանին խաղաղություն։ Հենց որ այդ սուտն էլ պայթի, ինքը վերջացած է։ Հետևաբար որևէ կրակոց միանգամից բերելու է Փաշինյանի անկմանը։ Բայց այդ տևելու է ընդհանրապես, ես ասում եմ միշտ, որ սա նախընտրական զինադադար է։ Այդ տևելու է մինչև ընտրությունները։
ընտրություններում, եթե Փաշինյանը հաղթում է, միանգամից այդ ճնշումների, այդ պահանջների տեղատարափը սկսելու է Ադրբեջանի կողմից, միանգամից իրանց հենց այդ է պետք։ Ունենան մի հատ թույլ ղեկավար, ապաշնոր, ոչ մի բանի համար պիտանի, մի հատ ղեկավար ունենան Հայաստանում, որը իրանց պահանջները կամակատարի կերպով կատարում է։ Էսա պետք, միանգամից սկսելու են այդ բաները։ Իսկ մի բան էլ չկատարես, այո, կարող է պատերազմի էլ անցնեն։ Մինչդեռ հակառակ դեպքում, եթե տեսնում են, որ իշխանության է գալիս, իհարկե ռացիոնալ ուժ պետք է գա իշխանության։ Չպետք է գան բաները ռազմատենչ մարդիկ։ Պետք է գա ռացիոնալ ուժ։ Ռացիոնալ ուժ, որը խաղաղություն ուզում է այնուամենայնիվ, իսկ մենք օրինակի համար Հայ ազգային կոնգրեսը միշտ էլ եղել է դրա կողմնակիցը։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հաշտեցման, այդ խաղաղության հաստատման, բայց մենք խաղաղության կողմնակից ենք, ոչ թե ադրբեջանացման։ Եվ եթե իրանք տեսնում են, որ գործ ունեն նոր Հայաստանի նոր պետության հետ, որը այո հակված է գնալ դեպի խաղաղություն, բայց նաև բավականին, ինչ ասեմ, բավականին հետևողական հետապնդում է իր ազգային շահերը, լեգիտիմ ազգային շահերը, ինքնիշխանությունն է, չգիտեմ, իր ներքին կյանքը քաղաքական կարգավորելու ազատությունը, ոչ թե այդ ամեն ինչը հանձնելը Ադրբեջանին։ Իրենք ստիպված են լինելու գնալ խաղաղության։ Ստիպված են լինելու։ Հիմա իրենք ոչ մի մոտիվացիա չունեն խաղաղության գնալու։ Մինչև դիմադրություն չես տեսնում, դու խաղաղության չես ուզում գնալ։ Եթե դիմադրություն չկա, դու ուզում ես ավելի շատ կուլ տաս, եթե չեն թողում ինչ որ բանով ուժով արդեն վերցնես։ Թույլ եմ։ Թույլի դեմ միշտ ուզում ես գնաս առաջ։ Հայաստանին պետքա այտենց մի հատ հիմա նոր իրավիճակ, երբ որ ղեկավարները ռացիոնալ են, իրատեսական են եւ հաստատակամորեն հետապնդում են հայ ժողովրդի շահերը։ Նոր իրավիճակների եւ մի փոքր այլ թեմաների մասին ձեր թույլտվությամբ զրուցենք մեկ այլ վայրում։ Ոնց ասեք։ Պարոն Զուրաբյան, դուք 2008 թվականի առանցքային դեմքերից եք, պատմական այդ շրջանին էլ կուզեմ անդրադարձ կատարենք։ Այդ շրջանը ձեր քաղաքական կարիերայի գագաթն էր, թե ամենածանր փուլը։ Դուք նկատի ունեք 91-ից 98 թվականի։ Չէ, 2008 թվականին եմ անդրադառնում հիմա։ Գիտեք, ես այդ կատեգորիաներով չեմ չափում։ Գագաթնակետ է, որ չգիտեմ, անկում է, ինչ որ էտապներում ավելի տենց ազդեցիկ մասնակցություն ես ունենում պատմական իրադարձությունների մեջ։ Ես օրինակ համարում եմ, որ 91-ից 98-ը նույնպես բավականին լուրջ բան է։ Չնայած ես եղել եմ նախագահի օգնականը, բայց մենք այնուամենայնիվ ես մասնակցել եմ բոլոր այդ բանակցություններին, շատ հաճախ ես եղել եմ նաև բանագնաց, հազար մի բաներ ենք մշակել, հիմնականում այդ ավելի շատ ինֆորմացիոն քաղաքականության հետ կապված շատ գործեր ենք արել եւ ես կարծում եմ այդ ժամանակաշրջանը նույնպես շատ հետաքրքիր ժամանակաշրջան էր։ Հիմա 2008 թվականին էլի մտանք ակտիվ քաղաքականության մեջ եւ այո այդտեղ լուրջ դերակատարություն ունեցել եմ էլի եղել եմ Հայ ազգային կոնգրեսի համակարգողը 18 կուսակցություն ամեն շաբաթ չորեքշաբթի օրը հավաքվում էին կոնգրեսում այստեղ Գորյոնում մեր գրասենյակում եւ մենք քննարկում էինք 4 տարի շարունակ այդ իրավիճակը քաղաքական դա բավականին լուրջ պատասխանատվություն էր միտինգներ էին կառավարում ես եղել եմ Հայ ազգային կոնգրեսի շտաբի նաեւ համակարգողը հետո արդեն ընտրություններից հետո դարձա Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավարը կարծում եմ բավականին լուրջ օրեսդրական, քաղաքական,
կառավարման փորձ եմ կուտակել։ Բայց այդ էներգիան ես հիմա զգում եմ իմ մեջ, ավելի լուրջ, ավելի մեծ գործերի, ինչ ա եղել։ Եվ իմ կուսակիցներն են դա զգում, այլապես ինձ չէին ընտրի կուսակցության վարչապետի թեկնածու։ Իսկ այդ ընթացքում առաջին նախագահի հետ տարաձայնություններ ունենում եք եւ Որ հիմնականում ընդհանրապես ձեր 91 թվականից սկսած մենք միասին ճանապարհ ենք անցել։ Ինչ հարցերի շուրջ եք տարաձայնություն ունենում դուք։ Դե գիտեք ինչ, շատ հարցերի շուրջ։ Այսինքն ես շատ մի հատ վատ խասած ունեմ, համառ եմ բավականին։ Մի քիչ էլ այդ ֆիզիկոսի բանն է։ Կանադառնանք դրա։ Բնույթն է։ Էյնշտեյնը ինչ էր ասում, ինքը ինչի կարողացավ հարաբերականության տեսությունը բացել, որովհետև ամենաակնհայտ փաստերը իր համար ինքը կասկածի էր մատնում։ Այսինքն ամեն ինչ պետքա ամեն ինչի վրա պետքա կասկածել, անգամ ամենաակնհայտ ճշմարտությունների վրա։ Դա իրեն թույլ տվեց այդ մեծ հայտնաբերությունները, այդ բացահայտումները ֆիզիկայի բնագավառում անել։ Ես էլ մի քիչ ունեի այդ խասյաթը, ֆիզիկոսի, գիտնականի, ամեն ինչ ինձ համար ենթակա էր կասկածի։ Մի քանի անգամ Տեր-Պետրոսյանն ասել է, լավ խասյաթ չի, որ այդպես ամեն ինչ բանս անում, 1000 անգամ տենց կասկածի ես ենթարկում, բայց դե փաստ է, հիմա դա մնում է ու կա այն մեջ, եւ ես բնականաբար ունենալով այդ պահվածքը եղել է շատ հաճախ, որ ինչ որ բաներում, հարցերում, ինչքանով որ դա թույլ են տալիս նախագահ օգնական հարաբերությունները 90-ական թվականներում, իսկ հետո շարժման ղեկավար եւ ՀԱԿ-ի համակարգող հարաբերությունների շտաբի այդ հարաբերությունները ինչքանով թույլ են տվել, ես բավականին լուրջ հարցերի շուտ առարկություններ ներկայացրել եմ։ Օրինակի համար ես կարող եմ բերել մի հատ խնդիր, որ կապված էր 96 թվականին, երբ որ Տեր-Պետրոսյանը որոշում ընդունեց ներքին գործերի նախարարությունը միացնել ազգային անվտանգության ծառայության հետ։ Դուք ասեմ ձեզ, դա եղել է այն դեպքը, երբ որ ես այ գագաթնակետ կարելի ասել, համառության գագաթնակետն է եղել, որ ես 4 անգամ նախագահի մոտ մտել եմ առարկելու այդ որոշման դեմ։ Ամեն անգամ նոր փաստարկներով, որոնք կապված էին տարբեր բաների հետ, որ դրանք տարբեր հիմնական այն էր, որ սրանով բալանսը իշխանության բան անում, խարխլվում է, որ խախտվում է, որովհետև այնուամենայնիվ շատ կարևոր է, որ երկու հատ այդ ուժային կառույցները նաև հակակշիռ լինեն փոխադարձաբար։ Բազմաթիվ այլ փաստարկներ, 4-րդ անգամը նախագահը ասաց, ես կարող եմ քեզ մի բան խնդրեմ, այս հարցով էլ ինձ մոտ չմտնես։ Այդպես փակվեց այդ հարցը, բայց ուզում ասեմ, իհարկե, ուստեղ Տեր-Պետրոսյանի նաև իր մասին չգիտեմ ինչ լեգենդներ են հնարում, որ ինքը չգիտեմ, ինքն իր կարծիքն է մենակ առաջ մղում եւ այլն, ով կարող է իր դեմ ինչ որ բան ասի, խոսի, բան, միշտ այդ մթնոլորտ ա եղել կոնգրեսում, անգամ այդ իր շուրջ հավաքված կուսակցությունների հետ եւ այլն, հեքիաթ, սուտ, հերթական մի հատ միֆ ստեղծված, իրականում իր ինքը իհարկե իր տեսակետը շատ հստակ առաջատանում, բայց նաև լինելով դեմոկրատ պատրաստ է լսել եւ եղել են դեպքեր, երբ որ ես իրան կարողացել եմ համոզել փոխել իր կարծիքը, եղել են այդպես դեպքեր։ Կհիշեք դրվագները։ Հեսա փորձեմ հիշել։ Չէ, խոշոր մի հատ հարց հիշեմ, թե չէ փոքր հարցեր շատ են եղել։ Խոշոր հիշեք, հետք։ Դե օրինակի համար այդ օրինակը ես բերում եմ մեկ-մեկ, երբ որ փաստորեն ստեղծվել էր մի ճգնաժամ, որ մեղադրում էին, հա, նրան, որ ինքը Ղարաբաղը ծախում է, էսկոմենկոմ, բան եւ
այդ ընդդիմությունը սկսեց իր սեփական կառավարության մեջ, ազգային ժողովում եւ այլն, ես մի բան առաջարկեցի, որ քանի որ զենքը, ամենակարևոր զենքը, որ ընդդիմությունը այդ ժամանակ օգտագործում էր, այն էր, որ ինքը Ղարաբաղը ծախում է, իսկ ինքը չէր կարողանում բացել այդ փաստաթղթերի էությունը, որ ապացուցեր, որ նման բան չկա։ Հետո իհարկե, երբ որ բացվեց, արդեն բոլորին ակնհայտ էր, որ իրականում ոչ Ղարաբաղը ծախելու մասին խոսք չի եղել երբեք։ Բայց այդ պահին այդ վտանգը կար եւ ես կարողացա, չնայած ինչ որ բան կար, սկեպսիս իր մոտ կար, որ դա կարող է ոչ մի օգուտ չտա, ես կարողացա իրան համոզել, որ Մինսկի խմբի համանախագահներին օրինակի համար դիմենք, որպեսզի փաթեթային տարբերակը գոնե հրապարակայնացվի, որպեսզի ժողովրդին պարզ լինի, որ այդ Ղարաբաղը ծախելու մասին բոլոր լուրերը ստախոսություն են։ Ինքը իր կարծիքը փոխեց այդտեղ, դիմեց Վարդան Օսկանյանին հանձնարարեց, Վարդան Օսկանյանը կապվեց համանախագահների հետ, բայց նրանք մերժեցին միևնույնն։ Հիմա եղել են դեպքեր, շատ դեպքեր եղել են եւ երբ որ նաեւ կարողացել են փոխել իր կարծիքը, այդքան շատ չի եղել, բայց դեպքեր եղել են։ Եվ դա ցույց է տալիս նորից, որ ինքը ինտելեկտուալ առումով անկեղծ է մոտեցել, ազնիվ է եղել այդ դիսկուսիաներում։ Իսկն ինքը եթե տեսել է, որ արգումենտ կա, որը ուժեղ է, ինքը դա ընդունել է։ Պարոն Զուրաբյան, 2008 թվականի մասին խոսելիս հիշվում են նաև այն դրվագները, երբ դուք կոշտ քննադատության եք ենթարկում օրվա իշխանություններին, նաև փորձում եք հարաբերություններ հաստատել ՀԱԿ-ի եւ ընդդիմադիր այլ ուժերի միջև եւ այսպես 2008-ի մասին եմ խոսում։ Եվ ձեզ ընկալում են որպես կուլիսային բանակցողի, հարաբերություններ կարգավորողի, ավելի շատ որպես բանակցող, քան հեղափոխական։ Սա ինչ որ առումով ձեզ նեղացնում է։ Դուք ընկալվում եք ավելի շատ բանակցող, քան որպես հեղափոխական։ Ես չգիտեմ այդ ընկալումը որտեղից է գալիս, որովհետև ես 88 թվականի փետրվարի 20-ից դարձել եմ հեղափոխական։ Ակտիվորեն մասնակցել եմ այդ բոլոր շարժումներին, այսինքն մենք մեր հիմնական գործը հեղափոխությունն էր։ Իհարկե խաղաղ հեղափոխության մասին է, բոլշևիկներ չէինք, մենք զենքով, տերորով եւ այլն նման գործիքակազմ չէինք ուզում օգտագործել, մենք օրենքի սահմաններում խաղաղ հեղափոխություն ենք անում, ես միշտ էլ եղել եմ հեղափոխական այդ իմաստով։ Հիմա էլ եմ ուզում հեղափոխություն անել Հայաստանում։ Միևնույն ժամանակ բանակցային արվեստը շատ կարևոր բան է։ Եվ ես ասենք Տեր-Պետրոսյանից ես շատ բան եմ սովորել այդ առումով, որովհետև ես տեսել եմ իր բանակցային արվեստը, ոնց է կարողանում մարդու դիրքորոշումը փոխել, բերել համագործակցության, դա արվեստ է, դա լուրջ արվեստ է։ Հիմա ես եւ սովորել եմ դա, եւ ինքս էլ երևի ինչ որ ունակություններ ու հմտություններ ունեցել եմ, որոնք թույլ են տվել ինձ լինել լավ բանակցող։ Այս լավ բանակցող եմ։ Եղել է մի անգամ բաց եղավ այդ բանակցությունը, չգիտեմ դուք տեսել եք այդ բանը, ֆիքսել եք թե չէ, երբ որ պարլամենտում էինք եւ փորձում էինք ընտրությունների օրինականության վերահսկման մեխանիզմների շուրջ ինչ որ պայմանավորվել եւ տեղի ունեցավ այն քաղաքագիտական այդ կենտրոնում տեղի ունեցավ բանակցություններ, որոնց մասնակցեցին Հայ ազգային կոնգրեսը, Ժառանգությունը, Հանրապետական կուսակցությունը, Գալուստ Սահակյանն էր այնտեղ, Դաշնակցությունը եւ ԲՀԿ-ն։ Դա օրինաց երկիրն էլ կար։ Եվ այդ տեսանյութը հետո որտեղ մենք բաց ամբողջ ժողովրդի առաջ կամերաներ, դե տենց նստեցրեցին մեզ կամերաների առաջ, թեև ես ասեմ բանակցությունների հաջողության համար կամերան ամենավնասակար բանն է։ Որովհետև երբ որ կամերայի առաջ են նստած մարդիկ, իրանք ավելի շատ մտածում են ոչ թե
պայմանավորվելու մասին, այլ ավելի շատ մտածում են բանի հերոստադիտողի վրա լավ տպավորություն ստեղծելու մասին։ Բայց անգամ այդ վիճակում, երբ որ կամերաների առաջ էինք նստած, այդ բանակցությունները այնպես գնացին, որ հետո ես իմացա, որ այդ նյութը ուսումնասիրում են իմ վարած բանակցությունների հիման վրա, որպես բանակցություն վարելու արվեստ։ Ես շատ ուրախ էի դրա համար, ինչ ա եղել, լավ է։ Հա, բանակցելը կարևոր բան է։ Բանակցությունը մենակ բան չի, հոգեբանական բան չի։ Դա լավ ստրատեգիական հաշվարկ է, ռեսուրսների հաշվարկ է։ Դու չես կարող քո դիրքորոշումը պետք է ամրապնդված լինի քո ունեցած հաղթաթղթերով եւ ռեսուրսներով։ Դու լավ պետք է հասկանաս, պետք է եւ քո ռեսուրսները լավ հասկանաս, եւ օպոնենտի ռեսուրսները լավ հասկանաս։ Այդ բան չի, այտենց հանակ մասխարա չի։ Դա գործ է։ Պարոն Զուրաբյան, քայլելով Մատենադանից հասանք Կասկադ, կադրից դուրս ասացիք, որ այստեղ ֆուտբոլ եք խաղացել, նաև այնտեղ ֆուտբոլի դաշտ կար, նաև ասացիք, որ ունեցել եք Կասկադի տղա անվամբ սերտիֆիկատ։ Մի փոքր ձեր պատանեկան մանկության կյանքի մասին խոսենք։ Այս պատուհանը, որի մոտ մենք հիմա կանգնած ենք, սա եղել է իմ պապի տունը։ Հորս հայրս այստեղ է մեծացել։ Հայրական տունն է։ Հայրական, այո, տունն է եղել, եւ մենք այստեղ ենք, եղբորս հետ մեծացել, եղել ենք, այստեղ ֆուտբոլ էինք խաղում, այն ժամանակ չկար այս ամեն ինչը, բաներ, Կասկադը այն ժամանակ էր Կասկադ, հա, այդպես էլ կոչվում էր եւ բաներ, այստեղ իրականում բավականին սիրուն մի դաշտ էր, ասֆալտային, որտեղ մեր ֆուտբոլային ճակատամարտները ծավալվում էին եւ առաջինը ես այստեղ եմ սովորել ֆուտբոլ խաղալ։ Պապս եղել է շատ հայտնի ֆիզիկոս, Սուրեն Իշխանովիչ էին ասում, դասախոս էր պոլիտեխնիկում, ընդհանրապես ծագումը, եթե հորական այդ գծով գնանք, դա մենք Շուշեցի ենք եղել։ Հենց բուն Շուշիից, այդ Զուրաբը, որից ծագում է մեր ազգանունը, հենց ինքը եղել է Շուշեցի, հետո տեղափոխվել է Նոր Նախիջևան, այսինքն Ռոստովի այդ շրջակայքում գտնվող Նոր Նախիջևանը, որը հիմա լրիվ դարել է արդեն Ռոստովի մաս, իսկ այնտեղից հետո արդեն 1918 թվականին տեղափոխվեցին Հայաստան։ Իմ ծագման մյուս ճյուղը մորական կողմից խնձորկեցի են, գորիսեցի են, հայտնի գրող Գարեգին Սևունցը եւ բանաստեղծուհի Շողիկ Սաֆյանը։ Հայրս էլ Արամ Զուրաբյանը եղել է մեծ Տիմոֆեև Ռիսովսկու այդ շատ հայտնի կենսաբան է եղել։ Դա է ուզում հարցնել, ձեր հայրը կենսաբան, մայրը, եթե չեմ սխալվում, կինոմատոգրաֆ։ Մայրս սցենարիստ, բան, այդպես ռեդակտոր, Արմենֆիլմն է աշխատել։ Դուք ընտրել եք ֆիզիկոսի մասնագիտությունը, ըստ պապիկի գիծն եք շարունակել։ Ինչու չշարունակեցիք ֆիզիկոսի մասնագիտությամբ աշխատել, շարունակել, գիտությամբ զբաղվել եւ ընտրեցիք քաղաքականությունը։ Ես կարծում եմ դա մենակ իմ ընտրությունը չէր։ 88-ին, հետո էլ 90-91 թվականին դա շատ մտավորականների ընտրությունն էր, որովհետև այն ժամանակ կոմունիստներն էին, պրոֆեսիոնալ մենեջերները, կարելի ասել, եւ քանի որ կոմունիստները արդեն սպառված էին եւ վարկաբեկված էին, ստիպված երկրի մենեջմենթով զբաղվեցին մտավորականները, գրողները, ֆիզիկոսները, չգիտեմ, մաթեմատիկոսները, հա, մի մաթեմատիկոս էլ այստեղ էր ապրում եւ հորս ընկերն էր Արամ Զուրաբյանը ընկերը Բաբկեն Արաքցյանը իր տունը այստեղ է գտնվում այս վերջերս մի հատ բան ունեցանք երբ դեռ ողջ էր Արաքցյանը իր մոտ հավաքված էին տանը
Ես իրեն անգամ խնդրեցի, ասեցի, պարոն Արաքսյան, դուք հայտնի կասկադեցի տղա եք, բայց այս ընկերները մեր կոնգրեսի չեն հավատում ինձ, մենակ ձեզ են հավատում, ձեր հեղինակությունն են ընդունում, մի հատ ինձ կասկադի տղու սերտիֆիկատ տվեք։ Պարոն Արաքսյանը ասեց անմիջապես, դուք ինչ եք հասկանում, այո, ինքը այստեղ է մեծացել եւ այդ սերտիֆիկատը տվեց ըստ էության։ Եվ դուք համարվեցիք սերտիֆիկացված կասկադեցի։ Ես հիմա սերտիֆիկացված կասկադեցի տղա եմ, այո։ Տենց կարելի ասել։ Հիմա կասկադը իհարկե փոխվել է։ Լրիվ կոմերցիոն զոնա է դարել, բայց այն ժամանակ այդպես չէր։ Իսկ հորս մասին ասեմ, շատ հետաքրքիր պատմություն է այդ իր ինքը եղել է աշակերտ բանի, այդ Տիմոֆեյ Ֆրիսովսկու, ինչպես ասեցի, կա մի հատ հայտնի վեբ Դանիել Գրանինի, կոչվում է Զուբր, բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ, որտեղ շատ հետաքրքիր մի անձնավորության մասին է, Տիմոֆեյ Ֆրիսովսկու, որը եղել է նախ ազնվական, ռուս ազնվական, որը եղել է հանճարեղ կենսաբան, գենետիկայի հիմնադիրներից մեկը, սովետական միությունում, բայց ամենահետաքրքիր պատմությունն է, որ իրականում 33 թվականից 45 թվին ինքը ծառայել է Հիտլերին, այսինքն Գերմանիայում։ Իրան սովետական զորքերը ձերբակալել են 45 թվին, տարել են բնականաբար այդ լեսապավալի, ոնց որ ասում էին այն ժամանակ այդ ճամբարները, որ տանում էին, գուլագի։ Բայց հետո, քանի որ սովետական միությունը որոշեց, որ գենետիկան լավ գիտություն է եւ պետք է վերադարձնել այն մասնագետներին, որոնք կարող են անել այդ գործը, գնացել են sense կիսամեռ վիճակում իրան գտել էին, բերել էին Օբնինսկ եւ նա հիմնադրել էր գենետիկայի ինստիտուտը, այդ գենետիկական հետազոտությունների, որտեղ նաեւ հետո գնաց հետագայում հայրը ընդունվեց եւ դիսերտացիա պաշտպանեց ու դարավ այդպես պոպուլյացիոն գենետիկայի մասնագետներից մեկը եւ Տիմոֆեյ Ֆրիսովսկին շատ էր իրան սիրում, միշտ գալիս էր հյուր Երևան, մեր տանն էր մնում եւ այլն եւ այլն։ Դուք մասնագիտությամբ որպես ֆիզիկոս, պարոն Զուրաբյան, ձեզ համար քաղաքականության մեջ ի՞նչն է ամենադժվարը ընդունելի։ Նախ ասեմ, մի հատ տարածված բան կա, մտամոլորություն կա, որ իբր ֆիզիկայի մեջ լինելով դու ունես սիստեմային մտածողություն, որը շատ լավ կարող ես կիրառել քաղաքականության մեջ։ Չկա այդպես բան։ Դրանք տարբեր գիտություններ են։ Ֆիզիկան իր համակարգը ունի, քաղաքական աշխարհը լրիվ ուրիշ բան է։ Ոչ մի օրենք ֆիզիկայից հնարավոր չի կիրառել քաղաքական աշխարհում եւ երևի հակառակը։ Ես համարում եմ դրանք լրիվ տարբերվող բաներ։ Կարճ ասած կարող ես լինել շատ լավ ֆիզիկ, բայց լինես քաղաքականության մեջ կատարյալ դմբո եւ հակառակը։ Հիմա դուք քանի որ քաղաքականությունից անցում եք կատաֆիզիկոսի մասնագիտությունից քաղաքականություն, որ պահին ուզեցիք կողմնորոշվել, որն էր ձեզ համար ավելի Դա շատ պարզ ձևով կատարվեց, այսինքն 88-ից ես ասացի արդեն, ես եղել եմ շարժման մեջ, ակտիվ մասնակցել եմ, սահմանադրական խմբերն էին, որոնք ղեկավարում էր այն ժամանակ Արշակ Սադոյանը, մենք գնում էինք պատգամավորների տները, նրանց համոզում էինք, որ իրանք գան սեսիաների եւ քվեարկեն Ղարաբաղյան շարժման օգտին, այդ մեր գործն էր։ Ակտիվ ենք եղել շարժման մեջ, հիմնականում աշխուժակի հիմա նոր տենց բառ կա, չէ, ակտիվիստի կարգավիճակով, բայց 91 թվականին հուլիսին այնպես եղավ, որ Ալիկ Արզումանյանը, որը նախագահի օգնական էր, Տեր-Պետրոսյանի օգնական էր, նշանակվել էր մեր ներկայացուցիչ Հյուսային Ամերիկայում, տենց էին ասում, կամ Ամերիկայում, ինքը այդ ժամանակ դե մենք չունենք դեսպաններ, ինքը եւ առաջի դեսպանի դեր ներկատարում եւ ՄԱԿ-ում ներկայացուցիչ դեր ներկատարում, այդ ժամանակ առաջացավ կարիք, որ ինչ-որ օգնականի ֆունկցիա կատարող լինի մեկը եւ Վանոն ու Վազգենը եկան, Սարգսյան Վազգենը եկան դες պապիս Գարեգին Սևունցի այդ
դաչան, մեր ամառանոցը, այնտեղ էինք մնում, ես ու շողերը, կինս, եւ եկան բանի խոտի վրա մի հատ sense բան սպրեցինք բան տենց մի կտոր ու մի հատ էլ մի շիշել օղի էին բերել, տենց նստեցինք, խմեցինք, բան արեցինք, ինչ որ բաներ կերանք ու այդտեղ ինձ առաջարկվեց, որ ես դառնամ նախագահի օգնական։ Այդպես էլ եղավ։ Այսինքն ես չէի կարող դա մերժեի։ Մի շաբաթ դիմադրել եմ, բայց հետո չկարողացա, որովհետև դե գիտեք, այն ժամանակ ուրիշ մթնոլորտ էր։ Այն ժամանակ մթնոլորտը էր, որ դու բոլորս ուզում էինք ծառայենք մեր պետությանը։ Չնայած ոչ մեկից մեջ այդ բանը չկար, պրոֆեսիոնալ ինչ-որ մոտեցումը բան։ Պրոֆեսիոնալները բան էին, կոմսոմոլի ժողովուրդներ, որ կարիերիստ, որը ուզում էր դառնալ, ասենք, պետության ղեկավար։ Մենք այդ բանում չկայինք, կոմսոմոլի համար ճանապարհը փակ էր այլևս։ Երկրում եւ ստացվում էր այնպես, որ կամ դու ծառայում ես երկրին, կամ երկիրդ մնում է անտեր, ոչ թե իմ անձնական առումով, այլ ընդհանրապես բանը այդ ինտելիգենցիան գաղափարը այդ ժամանակ դարավ գլխավոր մենեջերական օղակը անկախության։ Դե տենց եկան փաստի առաջ դրեցին, պատասխանատվությունից խուսափել չստացվեց։ Պարոն Զուրաբյան, թեև դուք ասացիք, որ ֆիզիկան եւ քաղաքականությունը լրիվ տարբեր բաներ են ու չի կարող ֆիզիկայում այնինչ կիրառվում է քաղաքականության մեջ էլ դա կիրառվել, բայց այդուհանդերձ քաղաքականության մեջ կա բան, որ հակասում է ձեր ռացիոնալ մտածողությանը։ Քաղաքականությունը շատ հաճախ հենց ռացիոնալի եւ իրացիոնալի կռիվ է։ Շատ է, հիմա Հայաստանի քաղաքականությունը լրիվ իրացիոնալ է։ Այն ինչ որ մենք խոսում էինք, այդ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, հենց ռացիոնալիզմի եւ հեքիաթասիրության կռիվ էր։ Եվ այդտեղ հեքիաթասերները հաղթեցին։ Դա բերեց մեզ կործանմանը, որովհետեւ քաղաքականության մեջ ամենաքիչ պահանջարկը ունի ռացիոնալիզմը, չնայած դա ամենապետքական բանն է քաղաքականության համար։ Էս է խնդիրը։ Քաղաքականությունը այսօր պատրանքների բան է, շուկա է։ Ով ավելի մեծ պատրանք կբերի այդ շուկա, նրան էլ կընտրեն։ Դե գնա ռացիոնալիզմով կամ իրատեսական առաջարկով մտի այդ քաղաքական շուկան։ Ոչ ոք չի ուզում։ Ոչ ոք չի ուզում դառ ճշմարտությունը գնել։ Բոլորը պատրաստ են մեծ փողեր ծախսել քաղցր ստերի վրա, բայց ոչ դառը ճշմարտության վրա։ Էս է խնդրեմը, իդեպ Հայազգային կոնգրեսի խնդրեմը, իսկ ժամանակին Հայոց համազգային շարժման խնդրեմը հետ ա եղել հիմնականում։ 2017 թվին մենք միակ կուսակցությունն էինք եւ միակ քաղաքական ուժն էինք, որը ասաց, որ այդ դառը ճշմարտությունը դրեց ժողովրդի առաջ, որ կամ մենք գնում ենք խաղաղության, մեզ համար ընդունելի պայմաններով, կամ մենք ստանալու ենք աղետ, պարտություն, արյուն, քրտինք, ոնց որ ասում էր այն ժամանակ Տեր-Պետրոսյանը։ Բոլորը դեմ էին, չէ՞։ Բոլորը։ Մի ուժ չգտնվեց այն ժամանակ, որ ասեր ճիշտ են ասում։ Հակառակը, բոլորը հարձակվեցին մեր վրա։ Եվ դա խնդրեմը դա է, իրատեսականությունը, ռացիոնալիզմը պահանջարկ չունի հասարակության մեջ, բայց մեր գլխավոր առաքելությունը, եթե ուզում եք իմանալ, պիտի լինի դա։ Մենք այնուամենայնիվ պիտի հասնենք նրան, որ իրատեսականությունը եւ ռացիոնալիզմը դառնան պահանջարկվող ապրանք մեր հասարակության համար։ Եթե դա չստանանք, մենք շարունակելու ենք այս աղետալի ընթացքը։ Պարոն Զուրաբյան, դուք մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի փեսան եք եւ Հրանտ Մաթևոսյանը 90-ականներին շատ ընդունելի գնահատված նաեւ կերպար էր իշխանությունների կողմից։ Այս հանգամանքը ձեզ օգնեց կամ օգնում էր այդ ժամանակահատվածում կարիերա անելու, թե այդուհանդերձ խանգարում էր Լևոն Տեր-Պետրոսյանի ադմինիստրացիայում կարիերա անելու։ Եկեք ասենք նախ եւ առաջ, որ իշխանություններն էլ շատ գնահատված էին իր կողմից։ Եվ դա փոխադարձ դե բան էր, ինտելիգենցիա էր։ Ի վերջո կներեք նույն Վանո Սիրադեղյանին Հրանտ Մաթևոսյանը համարում էր ամենատաղանդավոր գրողը։
երիտասարդների մեջ։ Եվ այդպես էլ կա, չես կարող, շատ մեծ գրող է Վանո Սիրադեղյանը։ Դա իրականում բան էր, ընկերություն էր։ Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը, Հրանտ Մաթևոսյանի հետ, այլ Տիգրան Մանսուրյանի հետ եւ այլն, դա ընկերություն էր, իրենք շատ հաճախ հանդիպում էին, Լևոն Ներսեսյանը եւ այլն, բոլորը հանդիպում էին, խոսում էին, այն ժամանակ ի վերջո դա նույն միջավայրն էր։ Փիլիսոփաների, գրողների, ֆիզիկոսների, մաթեմատիկոսների եւ այլն եւ այլն։ Այդ նույն միջավայրն էր։ Իրանց այն ժամանակ կարելի ասել չկար էլ բաժանում իշխանություն, չգիտեմ ինչ, իշխանությունների կողմից ինքը բան չէր։ Այդ իշխանությունների կողմից սիրվածը ո՞րն է, ավելի շատ իրանք էին իրան գնահատում, քան թե ասենք ինքը այդ իշխանություններին, էլի։ Բայց այդ հարաբերությունները ինչ ասեմ, Հրանտ Մաթևոսյանը շատ ես չպետք է ասեմ, մեծ հայրենասեր էր եւ հայրենասեր է, որտեվ իր խոսքը հիմա շատ մեծ նշանակություն ունի, անգամ հիմա մեր բոլորիս համար, եւ հələ դեռ ես վստահ եմ ավելի շատ նշանակություն է ստանալու։ Հա։ Բայց դες օգնում թե խանգարում էր այդ ժամանակահատվածը։ Հա, ինչ վերաբերում է ինձ օգնել կամ խանգարելուն, ես չեմ կարծում, որ ընդհանրապես որևէ ազդեցություն ունեցել է իմ կարիերայի վրա։ Դե հա, կարելի ասել Վանո Սիրադեղյանի հետ ծանոթացել ենք տենց շնորհիվ այդ, քանի որ այդ գրողների այդ միջավայրում, ասենք շողերն էլ գիտեր իրան եւ այլն, տենց ծանոթացել ենք, հետո Վանոն գալիս էր մեր տուն, այդ իմ բանա ձայնագրած Ազատություն ռադիոկայանի եւ բանի Ամերիկայի ձայնի ռեպորտաժները լսելու համար, բանի շարժման մասին եւ այլն միշտ գալիս էր միտինգներից հետո, թե ինչ են ասում այնտեղ արևմուտքում, այդ ամեն ինչը ես գրանցում էի, ինքը լսում էր, բայց ուզում եմ ասեմ, առաջարկողը եղել է Վանո Սիրադեղյանը։ Եթե այդ կարելի է մնացածը դրանից հետո արդեն ինչ եղել է, իմ գործունեության շնորհիվ է եղել։ Ասենք ինչի մեկ էլ մի օր Տեր-Պետրոսյանը որոշեց, որ ես կարող եմ լինել իր մամլոք քարտուղարը նաև։ 1994 թիվներ մենք ինքնաթիռով վերադառնում էինք Լոնդոնից, դա բան էր, պետական այցելություն էր, Տեր-Պետրոսյանը հանդիպել էր Թաքուի հետ, չգիտեմ, վարչապետ Մեյջորի հետ, հետո մենք վերադառնում էինք բանով, այդ ինքնաթիռով, այդ ժամանակ Արամ Աբրահամյանը հրաժարական էր տվել, նախագահը մնացել էր առանց մամուլ քարտուղարի։ Լրագրողները հավաքված այնտեղ։ Դե Տեր-Պետրոսյանը հավես չուներ խոսալու իրանց հետ։ Ասաց, լսի, կարող եմ մի հատ փորձես իրանց հարցերին պատասխանես, բան։ Ասի, ոնց ասեք։ Գնացի այդ հարցերին պատասխանեցի, եկել տեսա կողքից եկել է լսում է սալոնում։ Հետո ասաց շատ լավ էր։ Արի կարող է պատահի նաև մամլոք քարտուղարի գործը դու անես։ Ասի, եթե պետք է կանեմ։ Պարոն Զուրաբյան, ձեր կենսագրությունը ուսումնասիրելիս մի տարեթիվ 1998-ից 2000 թվականներին դուք ուսանել եք ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանի պետական կառավարման եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ստանալով միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում։ Կոլումբիայի համալսարանն եք ավարտել, բայց իշխանությունները ներկայիս ձեզ համարում են ռուսամետ, 5-րդ Շարասյան ներկայացուցիչ, ինչպես է դա ստացվում։ Իշխանությունները գտել են իրանց հաղթանակի բանալին, իրանց թվում է։ Իրանք բոլոր օպոնենտներին, բոլոր քննադատներին սարքում են բան հիբրիդային պատերազմի մասնակից։ Եթե դու ինձ քննադատում ես, ինձ մեծն Նիկոլ Փաշինյանից, որը խաղաղություն է բերել թրիփով եւ այլն, եթե դու ինձ քննադատում ես, ուրեմն դու ռուսամետ ես։ Այս պրիմիտիվ բանն է արվում։ Որովհետեւ եթե դու ասում ես, որ պետք է վերականգնել այն դոկտրինը արտաքին քաղաքականության բալանսի, հավասարակշռության, որը մեզ միշտ միայն լավ արդյունք է տվել,
ուրեմն դու ռուսամետ ես, պուտինիստ ես, չգիտեմ ինչ ես։ Այս բանը սովորական բան է, պրիոմ է, որ օգտագործում են ընդդիմության դեմ եւ հիմա շատ հաջող են օգտագործում, անգամ հասել են նրան, որ Եվրոպական միության ներկայացուցիչները ըստ էության ասել են, որ պատրաստ են օգնել այս իշխանություններին մոլդովական, չգիտեմ ինչ սցենարների նման ըստ էության ինչ է նշանակում է այդ կուտը այնտեղ կուլ են տվել իսկեն որ եկեք բանա մենք հիմա բոլորին հայտարարենք բան բոլոր ամբողջ ընդդիմությանը համարենք բան ռուսամետ եւ ստանանք արևմուտքի աջակցությունը անգամ եթե այդ ընդդիմության դեմ կիրառվեն ռեպրեսիաներ, չգիտեմ, քաղաքական հալածանքներ եւ այլն եւ այլն։ Այս իմաստով շատ բարդ բան է, բայց հեշտ հաղթարվող է մեր ժողովուրդը այդքան մեր ժողովուրդը հիմար չի, որ այդ բաներին հավատա։ Պարոն Զուրաբյան, դուք քաղաքականության մեջ ավելի շատ հավատում եք հաշվարկին, թե ալիքին։ Թե ալիքին։ Ստեղծված ալիք օրինակ Ղարաբաղյան շարժման ալիքը։ Դե գիտեք ինչ, ալիքները այդքան հաճախակի չեն լինում։ Ալիքները դրանք պատմական իրադարձություններ են։ 88-ի ալիքն ենք ունեցել ենք 2008 թվի ալիքը։ Սենց ասեմ, ալիքի մասնագետ ես ավելի շատ համարում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ինքը իսկապես իր քաղաքականությունը հիմնում է սենց ասեմ նաև այն տարերային մեծ գործընթացների վրա, որ տեղի են ունենում մեր հասարակության մեջ։ Բայց սպասել ալիքների դա այնպիսի շռայլություն է, որ ամեն մեկը իրան թույլ չի կարող տալ։ Ի վերջո այդ ալիքը կարող է եւ չգա։ Տեր-Պետրոսյանի դեպքում ստացվել է, որովհետեւ ինքը նաեւ ինչ ասեմ, այդ ալիքի, որը կատարվում է իր հասարակության մեջ, ժողովրդի մեջ, այդ ժողովրդին շատ լավ է հասկացել։ Իր կապը այդ ալիքի այդ ժողովրդի հետ եղել է միշտ շատ օրգանական։ Բայց լինում են ժամանակներ, երբ որ ալիք չկա։ Այդ ժամանակ պետք է մտածել արդեն կազմակերպված, հետևողական, քաղաքական գործունեության մասին, որը շատ հաճախ կարող է թվալ անհույս, որովհետև գործը անում ես, իսկ արձագանքը չկա, ալիքը չկա, չի բարձրանում, բայց կան ժամանակաշրջաններ, երբ որ այդ այնց հետևողական երկար տարիների այդ գործը ի վերջո բերում հասցնում է մի պահին, երբ որ ալիքը բարձրանում է եւ քո նավը պատրաստ է լինում այդ ալիքի համար։ Այս կարևոր բան է եւ մի բան էլ կուզեի ասեի, երբ որ ալիքը կա, դա չի նշանակում, որ դու հաշվարկ չպետք է ունենաս։ Ալիքը շատ կարևոր է, որտեղ ինքը քեզ հզորացնում է, բայց մի հատ սխալ ուղղություն տաս այդ ալիքին, եւ այդ ալիքը քեզ էլ կսկծնի, ժողովրդին էլ կսկծնի, չգիտեմ, երկրին էլ վարի կտա, այսինքն դա շատ կարևոր բան է, օրինակ 88-ի շարժումը, ինքը մի հատ շատ կարևոր բան կարացավ անել։ Ինքը մի կողմից շատ ռադիկալիզմի չգնաց, որ առաջացնի սովետական իշխանությունների բանը, հալածանքները, կրակոցները, չգիտեմ, ճնշելու ինչ որ բաներ, անհրաժեշտությունը, մյուս կողմից էլ համաձայնողական չէր։ Ինքը հակամարտության մեջ էր մտել, ինքը դիմադրում էր, ու այդ հակամարտության, բայց ոչ ինչ ասեմ, բայց ոչ ռադիկալիզմի, ոչ արմատականության այդ պուտճուր այդ մի անցքով շարժումը միշտ կարողանում էր անցնել։ Ու դրա համար պետք էր լուրջ հաշվարկ, որ այդ Ղարաբաղ կոմիտեի տղեկը 11 տղան շատ լավ անում էին։ Պարոն Զուրաբյան, քաղաքականությունը հիմնականում որոշվում է փակ դռների ետևում, թե փողոցում։
Այդ բարդ հարց եք տալիս, իրականում քաղաքական օրգանիզմը այդ ունի եւ այն մասը եւ այն մասը։ Այսինքն դու նա ով իր հույսը դնում է միայն հրապարակային պրոցեսների վրա, նա կարող է մեծ սխալներ անել եւ անում է սխալներ, որովհետեւ եթե միայն հրապարակային է, միայն այդ էֆեկտների վրա է, միայն շոու է, ցավոք սրտի հիմա շատ հաճախ հենց այդպես էլ կատարվում է, դա հաջողության չի բերում ու կարող է նաև շատ լուրջ խնդիրներ առաջացնել։ Նա ով միայն իր հույսը դնում է կուլիսային, տենց չգիտեմ, կաբինետային քաղաքականության վրա, նա էլ հեռու է ժողովրդից, հեռու է այդ ձեր ասած ալիքից, նա չի կարողանում բան անել այդ ժողովրդի սիրտը եւ միտքը նվաճել։ Կարծում եմ երկուսն էլ պետք է, եթե ուզում ես հաջողակ քաղաքական գործիչ լինես, երկուսն էլ պետք է, երկուսն էլ ունեն իրենց կանոնները։ Ի վերջո բանում էլ կա քաղաքականության մեջ կան կոնֆիդենցիալ պրոցեսներ, որտեղ դու պիտի պարկես քեզ պահես, գաղտնիք պահել իմանաս, պայմանավորվածություններ պահես, այո, շատ կարող ես ինչ-որ բան պայմանավորվել այդ կամերաներից հեռու։ Ու ես արդեն ասացի այն ժամանակ, որ լուրջ պայմանավորվածությունները տեղի են ունենում կամերաներից հեռու։ Բայց մյուս կողմից, եթե այդ պայմանավորվածությունները չեն համապատասխանում քո հրապարակային կեցվածքին, դա էլ արդեն դու դառնում ես դավադիր, դառնում ես ժողովրդի վստահությունը ամեն րոպե ջուրը գցելու կարող մարդ։ Պարոն Զուրաբյան, մենք հիմա Բաղրամյան պողոտայում ենք Սիրիայի դեսպանության առջև, որը ժամանակին եղել է շարժման գրասենյակը։ Այո, Հայոց համազգային շարժման գրասենյակը այստեղ առաջին գրասենյակն է եղել։ Այստեղից էին որոշումներ կայացվում, ձեր հիշողությունները ովքեր էին այստեղ հերթապահում, գիշերները մնում։ Սա, ասած ասեմ, քաղաքական առումով ամենաբնակեցված կեցավայրն է եղել։ Բոլորն էլ այստեղ եղել են, Ղարաբաղ կոմիտեն, ինչ ասեմ, հրամանատարներ, տարբեր ջոկատների, այստեղ ինչ ասես եղել է, ով ասես եկել է, բուռն կյանք էր այստեղ, մինչև 90-ական թվականների, մինչև կարծեմ 96-97 թվականը։ Իսկ ճիշտ է, որ սահմանային մարտերն Տեր-Պետրոսյանի 50-ամյակն էլ ենք այստեղ նշել, 95 թվին։ Ինչեր են եղել։ Հարցնում եմ, իսկ ճիշտ է, որ սահմանային մարտերն էլ էին այս շենքից կառավարվում։ Եկեք այդպես չասենք, բայց որ սա իրականում անգամ երբ որ շարժումը չէր եկել իշխանության, իսկ Հայաստանում կարելի է ասել, որ երկիշխանության մթնոլորտ էր, եւ հələ հայտնի չէր ով ավելի շատ իշխանություն ուներ ազգային ժողովում գտնվող, այսօրվա ազգային ժողովի շենքում գտնվող կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն, թե այս շենքում գտնվող Հայոց համազգային շարժումը։ Իսկապես մեծամասնության համար հայ ժողովրդի ավելի շատ իշխանություն ուներ Ղարաբաղ կոմիտեն։ Շատ բան այս շենքից իհարկե կառավարվել է, բայց եկեք չմտնենք մանրամասների մեջ, թե ինչ էր։ Պարոն Զուրաբյան, իսկ մինչև անկախությունը, սովետական իշխանությունների կողմից հակազդեցությունը ինչպիսին էր, օրինակ կարող էին գալ եւ խուզարկել շարժման գրասենյակը, ինչպես հիմա անում են։ Ամեն ինչ էլ եղել է։ Ներկայիս եղել են լուրջ հակամարտություններ եւ եղել է արտակարգ դրություն եւ զինվորականներն են սովետական տարբեր ժամանակաշրջաններում ինչ որ հակամարտություններ ունեցել հայոց համազգային շարժման ներկայացուցիչների հետ, բանի այդ պոլիտբյուրոյի անդամներն էին գալիս, այստեղ երբ որ ցույցեր էին կատարվում, ամեն ինչ էլ եղել է։ Եղել են եւ ինչի՞ չէ 88-ի այդ դեկտեմբերի 7-ի այդ երկրաշարժից հետո որոշում ընդունվեց, չէ՞,
Ղարաբաղ կոմիտեի ձերբակալության մասին։ Ղարաբաղ կոմիտեն բանում էլ էր շատ ակտիվ, այս գրողների միությունում էլ շատ ակտիվ ներկայություն ուներ։ Այո, շատերին ձերբակալել են, խուզարկել են, եղել է, սովետական իշխանությունները արել են, բայց սովետական իշխանություններից ոչ ոք այլ բան չէր սպասում։ Հələ ես ասեմ ձեզ, սովետական իշխանությունների համար, այդ տոտալիտար երկրի համար իրանք բավականին մեղմ էին իրաց պահում։ Եթե համատենք Ստալինի ժամանակների հետ կամ բայց ամեն ինչ եղել է իհարկե։ Պարոն Զուրաբյան, մենք մի պողոտայում ենք, որը տարատեսակ եւ բազմաթիվ շարժումներ է տեսել, ակցիաներ է տեսել։ Ես իմ լրագրողական աշխատանքի 5 տարիների, կտրվածքով եթե դիտարկեմ, հանուն փրկության շարժումը, դիմադրության շարժումը, սրբազան պայքարը եւ եթե դուք արդեն խոսեք այն շարժումների մասին, որի մասին եւ սկիզբ առավ մեր հաղորդումը, ես ինչու հիշատակեցի այդ 3 շարժումները, դրանք գաղափարական առումով Ղարաբաղյան շարժման շարունակությունն էին, կրում էին այդ գաղափարական հիմնական նկարտումները։ Չգիտեմ, ես Ղարաբաղյան շարժում որպես ընդունում եմ 88-ից մինչև 91 թվի տեղի ունեցածը։ Ես գիտեք, մեղադրում եմ այն ուժերին, որոնք ձեր ասած շարժումները իրականացրել են այստեղ, հենց նրա մեջ, որ իրանք առավելապաշտ էին 98 թվականին եւ թույլ չտվեցին, որ Ղարաբաղի խնդիրը լուծվեր ճիշտ եղանակով։ Չգիտեմ, ես չէի համարի, դա իմ մոտեցումը չի, որ իրանք Ղարաբաղյան շարժման շարունակությունն էին։ Կարող է Ղարաբաղը որպես դրոշակ վերցրել են, բայց Ղարաբաղյան շարժման շարունակություն չէին։ Ղարաբաղյան շարժումը եղել է շատ մաքուր շարժում, այդ մարդիկ ղեկավարել են այդ շարժումը, նրանք իշխանության մասին չէին մտածում, իշխանության գալու մասին չէին մտածել, իրանք շատ զարմացած էին, որ 1990 թվականի այդ մայիսի 26-ի ընտրությունների արդյունքում, իսկ հետո երկրորդ տուրն էլ եղավ հունիսի 7-ին, պարզվեց, որ ունեն մեծամասնություն արդեն պարլամենտում։ Շշկրվել էին, մենք չէին պատկերացնում, որ գալու են իշխանության։ Ես էլ են դպրոցն, որում ես սովորել եմ 1970 թվականից մինչև 1980 թվականը, Չեխովի դպրոցը։ Իդեպ մի հատ դրվարգ է եղել, որ այդ շարժման ժամանակ բանը Չեխովի գլուխը տենց տարել էին լեզվի համար պայքարող մեր ակտիվիստները, հետո բերեցին, հետ դրեցին։ Պարոն Զուրաբյան, մեր մեջքետեղում ազգային ժողովի շենքն է, քիչ ավելի այն կողմ Բաղրամյան 26-ը, դուք 2 տեղում էլ աշխատել եք, նշեցիք, որ առաջին աշխատավայրն էլ եղել է ազգային ժողովի շենքը, ինչ հիշողություններ ունեք կապված այս 2 պատմական մեր շենքերի հետ։ Նախ եկեք փաստենք, որ Ազատության հրապարակը եղել է Հայաստանի քաղաքական կյանքի սիրտը, այս էլ գլխավոր քաղաքական արտերիան է եղել, որովհետև այդ սրտից այս արտերիան տարել է դեպի, ասենց ասեմ, ուղեղային կենտրոնները, այսինքն իշխանության կենտրոնները, ազգային ժողովը, որը այն ժամանակ ՑԿ-ն էր բանի կոմունիստական կուսակցության եւ պրեզիդենտական նախագահական աշխատակազմի շենքը, որն էլ կոմունիստների ժամանակ Գերագույն խորհրդի նախագահության շենքն էր։ Նու առաջի վայրը աշխատանքի իսկապես եղել է ազգային ժողովի շենքը, որովհետև ես 1991 թվականի հուլիսի 27-ին նշանակվեցի Գերագույն խորհրդի այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական։ Հետո արդեն եղան տեղի ունեցան նախագահական ընտրություններ եւ ընտրվելով նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղափոխվեց այդ շենքից դեպի այս շենքը եւ այո
Սկսած այդ ժամանակվանից 91 թվից մինչև 98 թիվը մենք այս շենքում ենք աշխատել միասին, ոնց որ այս շենքը իհարկե բավականին լուրջ տեղ է գրավում իմ կենսագրության մեջ։ Ինչով էի զբաղվում, երևի այդ պատմում։ Մութուցուր տարիներ էր այդ ժամանակահատվածը, դուք ինչպես էիք ապրում, կերոսին, պարսկական ֆուջիկա ունեիք, միացնում էիք։ Ուրեմն իրականում շատ ծանր էր, որովհետև շատ ցուրտ էր։ Հələ դեռ մենք կարողանում ենք այդ էլեկտրական պլիտաներով տաքացնել, ասենք օգնականի սենյակը դե փուճուր սենյակ էր, դա հնարավոր է տաքացնել։ Նախագահի սենյակը հնարավոր չէր տաքացնել։ Եվ մենք ուղղակի սարսռում էինք, երբ որ պիտի գնայինք նախագահի մոտ։ Գնում էինք, դողում էինք այնտեղ այդ ցրտից ու միշտ զարմանում ենք ինքը ոնց է ամբողջ օրը այնտեղ անցկացնում, իսկ ինքը ուղղակի իր վրա պալտո էր գցում ու տես պալտոյով շատ մոտիկ լինելով այդ պլիտային էլեկտրո այդ ջերսուցին ինքը բան էր անում, տենց մի կերպ դիմանում էր։ Շատ ծանր ժամանակներ էին ու եթե ինչ-որ մեկին թվում էր, որ այն ժամանակ ասենք մենք ունեինք հատուկ ինչ-որ արտոնություն կամ նախագահը ուներ հատուկ արտոնություն, սխալվում են։ Իրավիճակը անգամ ավելի ծանր էր, քան թե մեր օգնականներիս վիճակը։ Շատ ծանր ժամանակներ ենք ապրել, ես շատ լավ հիշում եմ 92-ից 93 թիվը, այդ ամենածանր ձմեռներ, երբ որ ինչ-որ պահ մեզ հասավ տեղեկություն, որ արդեն պրոբլեմներ կան ատոմակայանի, որը արդեն փակված էր, բայց այնտեղ կային պրոցեսներ ռեակտորը ինչ-որ կոնսերվացված վիճակում պահելու համար եւ պարզվեց, որ մենք անգամ դրա համար վառելիք չունենք։ Եվ մենք սենց ես ժողովուրդը չգիտի դրա մասին, բայց մենք հավաքվել ենք շատ տենց մտահոգ վիճակում։ Մի հատ սովետական անեկդոտ կար, չգիտեմ, դուք գիտեք թե չէ, բայց ասենց նայեց Տեր-Պետրոսյանը մեր վրա, ասեց, վախեցաք կոզլիկներ, այդ անեկդոտի բաններ, հղումներ, բայց մենք հասկացանք մի կարևոր բան, որ այդ վիճակում նախագահը պահպանում է իր հումորի զգացումը եւ հավասարակշռությունը, հանգստությունը եւ դա բավականին գոտեպնդող բան էր։ Հետո իհարկե ինչ որ ձևեր գտնվեցին, այդ վառելիքը ճարվեց, բայց մենք իսկապես մազի վրա ենք եղել շատ դեպքերում, հացի պատմությունը ես արդեն ասացի, որ կեսօրվա հացը մնում ատոմակայանի այդ հնարավոր վթարի մասին նորից ասացի եւ այդպեսի բաներ շատ դժվարություններով ենք անցել, մինչեւ կռեցինք այդ հաղթանակը։ Ինչով էի ես զբաղվում։ Ես հիմնականում պատասխանատու էի քաղաքացիների հետ աշխատանքի համար, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների հետ հարաբերություններ, այդտեղ էլ բանակցային հմտությունները պետք եղան։ Շատ հաճախ բաներ էին լինում, չէ՞, նաև ցույցեր, ինչ-որ խմբեր մարդկանց, որոնք գալիս էին եւ պետք էր այդ մարդկանց հետ խոսել, տիրապետել իրավիճակին։ Քայլելով բարձրանալ։ Ժողովում մի անգամ սարսափելի դեպք էր եղել, մի ամբողջ թաղման պրոցեսիա, մի հատ տենց ընթացակարգ, եկավ 200 մարդ, բերեցին դագաղը դրեցին դեմս, մեջն էլ դագաղում բանը մարդ էր, որի գլուխը կտրած էր։ Եվ պահանջում էին, որ մենք այս անիշխանությունը ի վերջո հաղթարենք երկրում, որովհետև ապրել հնարավոր չէր, եւ իսկապես այդպես էր, 92 թիվը շատ ծանր վիճակ էր հանցավորության տեսակետից, ռեկետները, բանդաները, կրակոցները ամբողջ օրը, մինչև Վանո Սիրադեղյանը դեռավ ներքին գործերի նախարար եւ կարողացավ այն կարգ ու կանոնը եւ կայունությունը եւ անվտանգությունը հաստատել Երևանում, որը մինչև հիմա գոյություն ունի եւ մտնում է անգամ աշխարհի տարբեր ինդեքսների մեջ
Երևանը որպես ամենաանվտանգ քաղաքներից մեկը։ Իմ գործը բավականին բան էր, բազմատեսակ էր, ես նաև պատասխանատու էի ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների համար, մի հատ էլ օգնական ունեինք Ռուբեն Շուգարյանը ԱՊՀ-ից դուրս երկրների հետ հարաբերությունների պատասխանատուն էր, ունեինք օգնական, որը Սփյուռքի հետ հարաբերությունների պատասխանատուն էր։ Իմս ներքինն էր, ներքին կյանքը եւ ԱՊՀ երկրները։ Ես նաև, քանի որ միշտ սեր եմ ունեցել տեխնոլոգիաների նկատմամբ, հիմա էլ հպարտանում եմ դրա համար, որ առաջի կոմպյուտերային ցանցը կառուցեցի բանում, այդ նախագահական աշխատակազմում եւ առաջի պաշտոնական վեբսայթը president.am սայթը այդ կառուցել եմ իմ ուրեմն վերահսկողությամբ եւ ղեկավարությամբ մի տեխնոլոգիական խումբ էինք ստեղծել, որը կառուցեց դա եւ մենք ունեցանք 96 թվին, 95 թվին դեռ այդ բանը ինտերնետը այդքան բան չէր, տարածված չէր, Հայաստանում համարյա գոյություն չուներ։ 95 թվին առաջի բաներն էին, փորձերն էին ինտերնետային կապի հաստատելու, իսկ 96 թվին մենք արդեն ունեինք կայք հավաքված, գործող կայք 96 թվին, դա շատ լուրջ բան էր, որտեղ աշխարհը այնուամենայնիվ մեզ տեսնում էր շնորհիվ այդ կայքի, մեր նորությունները եւ այլն եւ այլն։ Քանի որ դուք նախագահի խոսքը հրապարակայնացնողն եք, մասնավորապես մամուլի խոսնակ եղած ժամանակ ձեզ համար ավելի դժվար էր ներքին ճգնաժամերի մասին տեղեկատվությունը հանրայնացնելը, թե ռազմաճակատում տեղի ունեցող ճգնաժամային իրավիճակները։ Ռազմաճակատայինը իհարկե շատ ավելի կարևոր էր, բայց այնտեղ մենք շատ լավ գիտեինք ինչ ենք ասել։ Քաղաքականությունը շատ պարզ էր, դիվանագիտությունը շատ պարզ էր, շատ հաճախ այնպեսի բաներ էր ասվում, որ նաև ինչ որ ոգի էր հաղորդում Ղարաբաղում կռվողներին եւ այլն, շատ ավելի բարդ էր ներքին ճգնաժամերի ժամանակ այդ ճիշտ վարվելակերպը, որովհետեւ մի հատ սխալ բառ, մի հատ սխալ ինտոնացիա, բան ինքը կարող էր ավելի բորբոքել իրավիճակը։ Իսկ մենք ցույցերից դուրս չենք գալիս։ Այստեղ քանի անգամ փակվել է Բաղրամյան պողոտան։ Այդ հետո բան արեցին, Բաղրամյան պողոտան դարձրեցին sense անհասանելի մի տեղ, որ ըստ էության հիմա շատ դժվար է որևէ քաղաքական հավաք այստեղ անել, անգամ եթե անում ես, գալիս են ոստիկանները ամեն ինչ փակում են, մեր ժամանակ դες բան չկար։ Բացարձակապես գալիս էին, լցվում էին, եղել է ժամանակ, որ այս դարպասներն էլ բացել էին, ներս էին լցվել ժողովուրդը։ Եղել է այդպիսի բաներ։ Մենք էլ դուրս էին գալիս, ինչքան հնարավոր է կարողանում ենք ժողովրդի հետ խոսալ, որը բարդ էր եղել։ Մի անգամ օրինակ արդեն քաշքշեցին, անգամ բան, մի անգամ ախրանայից մեկը կրակեց, որը շատ մեծ սխալ էր, հետո մենք հանդիմանում էինք, ասում էինք, ու չես հասկանում, որ դա ավելի է բորբոքում ժողովրդին, քան թե հակառակը, բան։ Վերջը շատ բուրըն գործունեություն էր ու շատ հաճախ անգամ վտանգավոր կարող էր դառնալ կյանքի համար։ Իսկ եղել է պահ դրվագ, որ պիտի հրապարակայնացնեք տեղեկատվությունը, պաշտոնական դիրքորոշումը, բայց ձեր անձնական մոտեցումը կամ պատկերացումը դրա վերաբերյալ այլ էր, բայց դուք ստիպված եք եղել հրապարակել։ Բացարձակ նման բան չեմ հիշում, որովհետև սա թիմ էր, մենք գաղափարակից էինք, կարող էինք ինչ-որ մի բառի ընտրության մեջ փորձեինք բան անել, քննարկել, մտածել բան, բայց որ ինչ-որ մի բան հրապարակեն, որ ինձ բանը դուր չի եկել եւ այլն, այդպես բան ես չեմ հիշում։ Անձնական տեսակետը, անձնական ձեր տեսակետը։ Բացարձակ, այդ իրավացիության զգացումը ես երբեք չեմ կորցրել այդ ընթացքում, որովհետեւ մենք գիտենք ինչ էինք անում, ժողովուրդը շատ բան չգիտեր։
եւ բաներ կային, որ չէինք էլ կարող հրապարակել։ Բայց այնով որ գիտեր, իսկ ես գիտեի։ Մի վարքյան ինձ իրավացիության այդ զգացումը չի լքել։ Որտեվ իմացել եմ ինչ գործ ենք անում։ Ինչ ծանր վիճակում մենք ազատագրում էինք Ղարաբաղը, մենք ապահովում էինք պետության կայունությունը։ Ես երբեք մի վարքյան չեմ ունեցել այդ ինչ որ ներքին պայքար եւ այլն։ Եղել եմ ուրախ, եղել եմ տխուր, եղել եմ շատ բորբոքված վիճակում միգուցե, չնայած շատ քիչ է դեռ բան պատահել, այսինքն հոգեբանական ամբողջ սպեկտրը միգուցե ունեցել ենք, բայց երբեք դա չի եղել ինչ որ ներքին պայքար, ինչ որ հավատի կորուստ, գործ էր, պատերազմին մոտ գործ էր, ըստ էության պատերազմ էր, որը մեզ դրսից փաթաթել էին մեր վրա, մենք այդ պատերազմում պիտի հաղթեինք, ամեն ինչ այդ նպատակին էր ենթարկված եւ մենք հասանք հաղթանակի, դժվար էր։ Նախագահը ձեզ ասել էր, որ դուք որպես մամուլի խոսնակ կարողանում եք, լավ եք աշխատում, բայց ձեզ համար ընդհանրապես մամուլի հետ աշխատելը հեշտ էր։ Այն ժամանակվա մամուլի։ Ես մի զարմանալի բան պատմեմ։ Առաջի ասուլիսը որ պիտի անեի, արդեն ոչ թե այդ ինքնաթիռում որ պատմեցի, այլ արդեն առաջի պաշտոնական ասուլիսը ես պատկերացրեցի, դե 40 լրագրող է գալու, ընդ որում այն ժամանակ բան էր, ինչ ասեմ, 95%-ը ընդդիմադիր էին, եթե ոչ ավել։ Այսինքն գալու են տենց համարյա թշնամական, համենայնպես հակառակորդի պահվածքով ինչ որ հարցեր են տալու եւ այլն, ուրեմն ես ինչ պիտի անեմ։ Ես ուրեմն պատրաստվեցի բոլոր հնարավոր հարցերին։ Պատկերացրեցի ինչ հարցեր կարող են հնչել։ Այո, ինչ թեմաներով եւ այլն, շատ լավ պատրաստվել էի։ Չգիտեմ, երևի մի 100 հարցի պատրաստվել էի, իհարկե հնչեցին շատ ավելի քիչ հարցեր, բայց դրանց էլ էի պատրաստ։ Լրագրողները անգամ մոտ չէին գալիս մեր խոցելի տեղերին, բայց ես այդ խոցելի տեղերի համար էլ էի պատասխանները պատրաստել։ Բայց հետո հասկացա, որ ասուլիսի հաջողությունը պատրաստվելու մեջ չի։ Ասուլիսի հաջողությունը ավելի շատ կայանում է քո էներգետիկայի մեջ։ Որովհետև մեծ հաշվով դու ամեն ինչ էլ գիտես, ինչա կատարվում եւ այլն եւ այլն։ Շատ կարեւոր է այդ էներգետիկան, այդ հատկապես այդ մտնոլորտում, երբ որ սենց թշնամական աուրան սենց ուղղակի համարյա կլանում էր քեզ, քո էներգետիկան, կենսուրախությունը, քո կայունությունը, լավատեսությունը ավելի կարեւոր էր, քան թե քո պատրաստվածությունը այդ հարցերին պատասխանելու։ Եվ դա հաղթում էր, դա մտնոլորտ էր փոխում։ Իսկ հետո դա անդրադառնում էր նաև հրապարակումների մեջ։ Այնպես որ ես շատ արագ հասկացա, որ էներգետիկան ավելի կարևոր է, քան թե քո պատրաստվածությունը։ Եվ արդեն սկսեցինք աշխատել էներգետիկայի վրա։ Պարոն Զուրաբյան, եւ ամփոփելով արդեն մեր զրույցը, գալով արդեն ներկա իրողություններին, քանի որ մի քանի ամիս անց համապետական ընտրություններն են եւ դուք էլ ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն եք, 2021 թվականի ընտրություններում անցողի քշեմը դուք չկարողացաք հաղթահարել, 1.54% էիք հավաքել։ Եթե այն ժամանակ, մասնավորապես 2021 թվականը հետպատերազմական շրջան էր անմիջապես, ձեզ չհաջողվեց ստանալ քվե, որպեսզի անցնեք ազգային ժողով։ Ներկայիս իրողությունների պայմաններում դուք դա ինչպես եք պատկերացնում, հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանը հիմա խոսում է թոշակների մասին, թոշակները 10,000-ական դրամներով բարձրացրին, խաղաղության պայմանագրի նախաստորագրված թուղթն են հրամցնում, պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետն են 2 տարուց 1.5 տարի դարձրել եւ սրանք փորձագիտական շրջանակները ամբողջապես դիտում են նախընտրական process-ի շրջանակներում։ Դուք ինչպես եք պատկերացնում ձեր պայքարը եւ ինչպես եք կարողանալու համոզել ընտրողին։ Նախ ասեմ, որ
անցյալ ընտրություններում ստացված արդյունքները որևէ կապ չունեն այն արդյունքների հետ, որ մենք պետք է արձանագրենք այս ընտրություններում։ Ոչ մի տրամաբանական, ոչ մի կապ չկա։ Լրիվ ուրիշ իրավիճակ ա եղել, լրիվ այլ քաղաքական դասավորվածություն ա եղել։ Հիմա լրիվ ուրիշ բան է։ Այսինքն մտածել, որ այս քաղաքական ուժը այն ժամանակ այսքան տոկոս ա ստացել, հիմա այսքան տոկոս պետք է էլի ստանա, դա բացարձակ անիմաստ բան է, աշխարհում այդպեսի բան չկա, այդ չի գործում։ Կուսակցությունը մի ընտրությունում կարող է վատ արդյունք արձանագրի, մյուսում շատ լավ արդյունք եւ այլն եւ այլն։ Դա շատ կախված է կոնկրետ ընտրաշավի ընթացքից, թեմաներից։ Ուղղակի այստեղ հարցը այն էր, որ պատերազմից հետո նորից ստանալ քվե եւ մնալ իշխանության եւ այդ պայմաններում չկարողանալ։ Ես ձեզ ասեմ, այդ 21 թվին, որ նա մնաց իշխանության, այդտեղ դեր խաղաց այն հանգամանքը, որ նրանից սպասում էին, որ ինքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները պետք է կատարի։ Նրանց սպասում էին եւ ամեն ինչ արվեց, որ իր դիրքերը ամրապնդվեն, որ այդ բանը լինի։ Հիմա կարող եք ասել, դե հիմա թրիփի իրականացումն են սպասելու։ Իհարկե։ Իհարկե, այն ժամանակ ռուսներն էին հետաքրքրված, որ ինքը մնա իշխանության, հիմա էլ ամերիկացիք են հետաքրքրված, որ նա մնա իշխանության մեջ, բայց ավելի շատ իրականում ամենամեծ շահագրգիռ շահառուները դա իհարկե Ադրբեջանն ու Թուրքիան են, որովհետև եթե ինքը մնա իշխանության, մենք գնում ենք արդեն գծված ուղով դեպի ադրբեջանացում, որի մասին մենք արդեն խոսեցինք։ Հիմա այս բանը կներեք մեր հասարակության շատ զգալի հատվածներ հասկանում են։ Հիմա լրիվ ուրիշ իրավիճակ է։ Հետո 18 թվին ինքը եղել է իր պիկին, հետո ստացել է ավելի քիչ տոկոսներ, հիմա շատ ավելի ընկած է իր վարկանիշը, քան դա էր, ասենք 21 թվականում։ Շատ ավելի ընկած է։ Ի վերջո մի մոռացեք։ 21 թվին դեռ կար Ղարաբաղը պահպանելու հույս, ավելին Փաշինյանը խոստացավ այդ ընտրություններին, որ լուծելու է Ղարաբաղի անկախության հարցը փրկություն անջատում հանուն փրկության կոնցեպտով։ Ինքը դա խոստացել է հայ ժողովրդին։ Բայց իր բոլոր խոստումները չիրականացան։ Չկա մի խոստում, որ ինքը իրականացրել է։ Իրականում խոստացել է միշտ լավ ընթացք, հաղթանակ, չգիտեմ, անկախություն, միշտ ստացել ենք դրա հակառակը, պարտություն, կորուստ, ջախջախում։ Հիմա խաղաղություն է խոստանում։ Ինչի՞ պետք է այս անգամ ժողովուրդը համարի, որ լավ, այս անգամ ինքը իր խոստումը կկատարի, ոնց ապացուցված բան ունի, արձանագրված պատմություն ունի, իր որևէ խոստումը ինքը երբեք չի կատարել։ Այս անգամ ինչի՞ պետք է կատարի։ Ես կարծում եմ իր վարկանիշը ընկած է, իհարկե, ինչ-որ արհեստական միջոցներով, չգիտեմ, մանիպուլյացիաներով սոցիալական ցանցերում, չգիտեմ, կարող է գնան, ես անգամ վստահ եմ դրան, որ գնալու են օրինակի համար Սամվել Կարապետյանի ուժի ընտրություններից դուրս շպրտելու ճանապարհով, որով այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղղակի չգրանցի։ Շատ հավանական եմ համարում այս տարբերակը։ Ամեն դեպքում ես չեմ համարում, որ իրանք լավ վիճակում են գտնվում, իրանք հակառակը պետք է գնալ բավականին լուրջ ընտրակեղծիքների, ընտրախախտումների կամ անգամ բաների, այդ սահմանափակումների, որոնց մասին խոսացինք։ Ինչ վերաբերում է մեզ, ես ձեզ ասեմ, ամենամեծ խնդիրը մեր համար հիմա այն է, որ չգիտես որտեղից բուծած ինչ-որ սոցիոլոգներ, դրա այդ խաղի մեջ մտնում են նաև լրատվի միջոցները։ Այս օրվանից արդեն հայտարարել են, որ այս մի քանի կենտրոն կա, որոնք կարող են անցնել պարլամենտ։ Մի 3-4 ուժի անուն են տալիս։ Ախպեր ջան, խեք է այդ ժամանակ ընտրությունը հասկացում, այսինքն դեբատներ չեն լինելու, ընտրարշավ, քարոզչություն չի լինելու,
Միգուցե իմաստ չունի այդ ամեն ինչ անել, արդեն որոշել եք ով է ինչքան տոկոսով անցնում պարլամենտ։ Ես այս բանը չեմ ընդունում։ Ամեն ինչ կախված է մեզանից, ժողովրդի քվեից, իհարկե կլինեն հալածանքներ, ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում կլինի միջամտություն օրինական process-ի մեջ, բայց այս պահից որոշել, որ այ դուք այսքան եք հավաքել, ուրեմն է ձեր հասանելիք բաժինը, ես դա չեմ ընդունում։ Այդպես չի լինում։ Ես չեմ ասում, որ ես 100% գարանտիա եմ տալիս, որ մենք հաղթելու ենք կամ ինչ ենք լինելու։ Սա պատերազմ է, պայքար է, շախմատ ես խաղում, ինչ իմանաս, կկրես թե կկրվես։ Ես այդպես չեմ մոտենում։ Մենք լավ գիտենք խաղալ այս խաղը, դա չի, որ որոշում է ի վերջո հաղթանակի քո բանը, հնարավորությունը, բայց մենք գիտենք այս խաղը խաղալը եւ մենք խաղալու ենք ամբողջությամբ, մենք գնում ենք գիտեք ինչ, այսպիսի կեցվածքով, որ մենք ինչպես կկառուցենք Հայաստանը, ինչ ուղղությամբ կտանենք, եթե մենք վերցնում ենք իշխանությունը։ Մենք այս կեցվածքով ենք գնում։ Մենք լրջորեն ենք պատրաստվում երկրի կառավարմանը։ Ու մենք ես բոլորին ասում եմ, ոչ թե կարդացեք թե սոցիոլոգիայով ով ինչքան է ստանալու, այլ մտեք, հասկացեք մենք ինչ ենք, ոնց ենք պատկերացնում երկրի կառավարումը։ Կարող է հասկանաք, այդ սոցիոլոգիան փոխվի։ Մենք տալիս ենք այդ լուծումները, մտեք, ծանոթացեք, կարող է ձեզ շատ դուր գա, եւ դուք հասկանաք, որ ի վերջո այս ուժի հետ է կապված երկրի ընթացքը այն ուղղությամբ, որը դուք համարում եք փրկություն Հայաստանի համար։ Շնորհակալություն, պարոն Զուրաբյան։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ, որ ինձ հետ միասին կարողացաք այս դժվարագույն հարցազրույցը անցնել։ Դժվար էր։ Դե ինքը նաև ֆիզիկական դժվարություններ իրենից ենթադրում, այո։ Շնորհակալ եմ, պարոն Զուրաբյան, ձեզ մաղթում եմ նաև հաջող ընտրապայքար, ընտրարշավ։ Հարգելի հետևորդներ, մերի հարցը նախագծի շրջանակում այսօր ես զրուցեցի Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ 2026 թվականի համապետական ընտրություններում ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի հետ։ Շարունակեք հետևել 24 News-ին, կհանդիպենք։